Մայրաքաղաքում տիրող խիստ ձմռան ընթացքում միայնակ մեխանիկը զբոսայգում հանդիպում է դժվարության մեջ հայտնված մի կնոջ որոշում է օգնել նրան չիմանալով, որ այս քայլը ընդմիշտ կփոխի իրենց կյանքը։ Այն, ինչ սկսվեց որպես բարության սովորական արարք, վերածվում է ապաքինման փոխադարձ բացահայտումների ճանապարհորդության։ Երկու վիրավոր սրտեր ընդհանուր լռության մեջ գտնում են ուժ վերակառուցելու իրենց հույսերը։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի շատ հուզիչ պատմությունների համար։ Անձրը հորդառատ տեղում էր Երանի ասֆալտին, երբ Արմենը ուղղեց մեջքի պայուսակը դուրս եկավ ավտոտեխսպասարկման գետից, որտեղ աշխատում էր գիշերային հերթափոխով։ Ժամացույցը ցույց էր տալիս գրեթե կեսգիշեր, փողոցներն ամայի էին լուսավորված միայն լապտերների դեղնավուն լույսով, որոնք մթության մեջ լույսի փոքրիկ կղզյակներ էին ստեղծում։ Նա իր հետ տանում էր դեռ տաք պաստան բանրով, որն իր հնքամյա դստեր Մանեի սիրելի ուտեստն էր։ Աղջնագը տանը նրան էր սպասում դայագի հետ։ Բնակարան ավելի արագ հասնելու համար Արմենը միշտ անցնում էր քաղաքի կենտրոնական այգով։ Դա մի երթուղի էր, որը նա անգիր գիտեր, նույնիսկ նման մութ ու անձրոտ գիշերներին։ Բարձր ծառերը բնական թունել էին կազմում քարե արահետի վրա, իսկ տերների վրա թափվող անձրի ձայնը ստեղծում էր մի մելամաղձոտ մեղեդի, որը նա սովորել էր գնահատել այս 3 տարիների ընթացքում, ինչ անցնում էր այս միայնակ ճանապարհով։ Սակայն այդ գիշեր ինչ-որ բան խախտեց սովորական ընթացքը։ Ծառերի միջից մետաղական ձայն լսվեց, որին հաջորդեց թաց գետնին ինչ-որ ծանր բանի ընկնելու ձայնը։ Արմենը կանգ առավ լարեց լսողությունը փորձելով հասկանալ, թե որտեղից է գալիս աղմուկը։ Հետաքրքրությունը հաղթեց տուն հասնելու շտապողականությանը, նա որոշեց ստուգել։ Գնալով ձայնի հետքերով նա տեսավ մի տեսարան, որն ստիպեց նրան ակնթարթորեն քարանալ։ Մի գին ընկած էր թաց գետնին, շուրջը թափված էին իրերը։ Նրա պայուսակը պատրված էր, կոշիկի գրունկը գոտրված, նա տեսանելիորեն դողում էր, բայց տարօրինակ կերպով չէր լացում։ Նրա հայացքը մոլորված էր, կարծես նա իրականում այնտեղ չլիներ, կարծես նրա միտքը անջատվել էր տեղի ունեցածից։ Արմենը դանդաղ մոտեցավ առանց կտրուկ շարժումների։ Նրա գեցվածքի մեջ ինչ-որ նրբություն կար, բայց նա թաքնված ուժ, ինչպես մի ծառ, որը դիմակայել էր բազմաթիվ փոթորիկների, բայց դեռ կանգուն էր։ Նա հարցեր չտվեց, չփորձեց հասկանալ տեղի ունեցածը։ Պարզապես բացեց իր մեծ, կապույտ անձրանոցը ծածկելով կնոջը անդադար տեղացող անձրից։ Վնասվածք ունեք, ցածրաձայն հարցրեց նա հանելով իր հին կաշվե բաճկոնը առաջարկելով նրան։ Կինն առաջին անգամ բարձրացրեց աչքերը, Արմենը տեսավ, որ դրանք խորը կանաչ էին, ինչպես ծովը փոթորկի ժամանակ։ Նա բացասաբար շարժեց գլուխը, բայց ընդունեց բաճկոնը փաթաթվելով դրա մեջ, ասես դա պաշտպանիչ վահան լիներ։ Կարող եմ օգնել ձեզ բարձրանալ։ Արմենը մեկնեց ձեռքը պահպանելով հարգալից հեռավորություն։ Նա գլխով արեց ընդունեց օգնությունը դժվարությամբ վեր գնալով։ Նրա հագուստը թաց էր ու ցեխոտ, նա թեթագի գաղում էր գոտրված կրունկի պատճառով։ Արմենը հավաքեց թափված իրերը առանց ներսը նայելու, զգուշությամբ դրեց պատրված պայուսակի մեջ։ Այստեղից 2 թաղամաս այն կողմ մի շուրջօրյա սրճարան կա, ասաց նա ցույց տալով իր տան ճանապարհին հակառակ ուղղությունը։ Կարող ենք տաք թեյ խմել սպասել, մինչ անձրը գտրվի։ Կինը նրան նայեց երախտագիտության զարմանքի խառնուրդով, կարծես անծանոթից նման բարություն չէր սպասում։ Նրանք միասին քայլեցին դատարկ փողոցներով։ Արմենը անձրանոցը պահել էր երկուսի գլխավերում, իսկ կինը թեթագի հենվել էր նրա բազկին։ Սրճարանը պարզ մի վայր էր, որտեղ հիմնականում գալիս էին գիշերային հերթափոխի աշխատողները կենտրոնական ավտոկայան ժամանող ճամփորդները։ Լյումինեսցենտային լույսերը հարմարավետ մթնոլորտ էին ստեղծում ի հակադրություն դրսի փոթորկին։ Նրանք նստեցին պատուհանի մոտ գտնվող սեղանի շուրջ։ Արմենը քնկոտ մատուցողից 2 նուրբ թեյ պատվիրեց։ Կինը վերջապես խոսեց, նրա ձայնը խռպոտ էր ու ցածր։ Շնորհակալություն։ Դուք պարտավոր չէիք։ Նա նախադասություն օդում թողեց, ասես բարեր գտնելը չափազանց դժվար էր։ Բոլորն էլ երբեմն օգնության կարիք ունենում են, պարզապես պատասխանեց Արմենը խառնելով շաքարավազը տաք թեյի մեջ։ Դրա մեջ արտարոց ոչինչ չկա։ Բայց կար, երկուսն էլ դա գիտեին։ Մի աշխարհում, որտեղ մարդիկ շտապողաբար անցնում են միմյանց կողքով, անծանոթին օգնելու համար կանգ առնելը գրեթե հեղափոխական քայլ էր։ Նրանք լուռ թեյ էին խմում հետելով պատուհանից հոսող անձրի գաթիլներին։ Արմենը անձնական հարցեր չէր տալիս, չէր փորձում ստիպողաբար զրուցել։ Նա բնազդաբար հասկանում էր, որ գնոջը տարածություն է պետք ժամանակ ուշքի գալու համար։ Այս համբերատարությունը նա գրքերից չէր սովորել, այլ սեփական դժվար փորձառությունների միջոցով։ Երբ թեյն ավարտեցին, սրճարանի դիմաց միս մեքենա կանգնեց։ Կինը նայեց պատուհանից թեթացած շունչ քաշեց։ Իմ հետից եկան, ասաց նա վեր գնալով բաճկոնը վերադարձնելով Արմենին։ Ես սա երբեք չեմ մոռանա։ Մարդկայնության այս դրսորումը։
Նրա բառերը լի էին իմաստով, կարծես այդ օգնությունը շատ ավելին էր, քան պարզապես անձրից պատսպարվելը։ Արմենը նրան ուղեկցեց մինչ դուռը սպասեց, մինչ նա նստեց մեքենան։ Մշուշապատ ապագու միջով նա տեսավ, թե ինչպես կինը վերջին անգամ շրջվեց նրան նայելու, նախքան մեքենան գանհետանար գիշերվա մեջ։ Նա մի քանի րոպե կանգնած մնաց մայթին զգալով, որ ինչ-որ հիմնարար բան է փոխվել, թե չգիտեր, թե հատկապես ինչ։ Տուն դարձի ճանապարհին, դեռս պաշտպանված անձրանոցով, որն այժմ ավելի փոքր էր թվում առանց երկրորդ մարդու, Արմենը մտածում էր այն լուր ուժի մասին, որը տեսել էր այդ կնոջ աչքերում։ Այնտեղ մի պատմություն կար, փորձառության շերտեր, որոնք նա հազիվ թե կարող էր պատկերացնել։ Եվ կար նա մի տարօրինակ զգացողություն, որ նրանց ճանապարհները դեռ կխաչվեն։ Երբ հասավ բնակարան, տեսավ դստերը Մանեին, որը քնել էր բազմոցին հեքիաթների գիրքը կրծքին սեղմած։ Դայակը տիկին Անահիտը ննջում էր կողքի բազգաթորին։ Արմենը նրան զգուշությամբ արթնացրեց ուղեկցեց մինչ դուռը շնորհակալություն հայտնելով մեկ գիշեր իր աղջկա մասին հոգ տանելու համար։ Անահիտի գնալուց հետո Արմենը գրկած տարավ Մանեին իր սենյակ ծածկեց մուլտհերոսների պատկերով վերմակով։ Փոքրիկը քնի մեջ ինչ-որ բան մրմնջաց արքայադուստրերի ու վիշապների մասին, նա ժպտալով համբուրեց աղջկա ջակատը։ Հենց նրա համար էր նա այդքան երկար աշխատում, հենց նրա համար էր ստեղծել այս կայուն կյանքը տարիների անհանգստություններից հետո։ Մինչ փոքրիկ, բայց կոկիկ խոհանոցում տաքացնում էր պանրով պաստան, Արմենը չէր կարողանում մտքից հանել այգու գնոջ կերպարը։ Նրա տառապանքի մեջ ինչ-որ ծանոթ բան կար, մի ցավ, որը նա ճանաչում էր, քանի որ ինքն էլ էր նման բան զգացել։ Այն զգացողությունը, երբ մոլորված ես պետք է վերակառուցես ինքդ քեզ, երբ աշխարհդ փլուզվում է։ Նա միայնակ կերավ խոհանոցի սեղանի շուրջ լսելով պատուհանին զարկող անձրի ձայնը։ Բնակարանը պարզ էր, բայց հարմարավետ զարդարված հիմնականում Մանեի նկարներով մի քանի բույսերով, որոնք նա փորձում էր խնամել։ Դա սիրով ու վճռականությամբ կառուցված տուն էր, մի ապահով ապաստան, որը նա ստեղծել էր երկուսի համար դժվարին տարիներից հետո։ Քնելուց առաջ Արմենը մի քանի րոպե կանգնեց պատշգամբում, նայելով անձրի տակ լուսավորված քաղաքին։ Նա մտածում էր, թե քանի մարդ այդ պահին դժվարությունների միջով է անցնում, քանիսն ունեն մեկնած ձեռքի կամ ընդհանուր անձրանոցի կարիք։ Նա իրեն հերոս չէր համարում, պարզապես մեկը, ով հասկանում էր բարության արժեքը, որովհետև իր կյանքում բազմիցս դրա կարիքն էր ունեցել։ Հաջորդ օրը Արմենը արթնացավ Մանեի մուլտֆիլմերի ձայնից։ Շաբաթ էր շաբաթվա այն օրը, որը նրանք պահում էին միասին անցկացնելու համար։ Աղջիկը նստած էր հատագին դեռ գիշերազգեստով, ուշադիր նայում էր հեռուստացույցին կաթով փաթիլներ ուտելով։ Արմենը սուրճ պատրաստեց միացավ նրան բազմոցին։ Պապա, նայիր, Մանեն հուզված ցույց տվեց էկրանը։ Դա նա է այն գինը, որն օգնում է մարդկանց։ Հեռուստացույցով ցուցադրվում էր մի ռեպորտաժ մի կազմակերպության մասին, որն իրավաբանական, հոգեբանական կրթական աջակցություն էր ցուցաբերում դժվարին կացության մեջ հայտնված կանանց։ Ռեպորտաժում մի կին հանդարտությամբ խոսում էր այն մասին, թե որքան կարևոր է չդատել նրանց, ովքեր օգնություն են փնտրում։ Արմենի ձեռքից սուրճի բաժակը գրեթե ընկավ։ Դա նա էր այգու գինը։ Բայց հեռուստացույցով նա բոլորովին այլ տեսք ուներ ինքնավստահ, հստակ խոսքով, ուժեղ։ Նա գրում էր մուգ կապույտ պիճակ խոսում էր մեկի հեղինակությամբ, ով իր սեփական ցավը վերածել էր նպատակի։ Էկրանին հայտնվեց անունը Անի Ավետիսյան, նոր սկիզբ ՀԿ-ի հիմնադիր։ Որտեղից գիտես, որ նա օգնում է մարդկանց, արքայադուստերս, հարցրեց Արմենը դեռ Մարսելով բացահայտումը։ Դպրոցում բոլորը գիտեն նրա մասին։ Ուսուցչուհին ասաց, որ նա մի տուն է ստեղծել, որտեղ տխուր մայրիկները կարող են ապահով լինել։ Մանեն խոսում էր երեխայի բարձությամբ, բայց նրա բառերի մեջ բնազդային իմաստություն կար։ Նա բարի աչքեր ունի, ճիշտ քեզ նման, պապա։ Արմենը լրեց հետելով, թե ինչպես է հեռուստացույցի գինը խոսում երկրորդ հնարավորությունների մարդու վերափոխվելու կարողությանը հավատալու կարողության մասին։ Անհնար էր համատեղել այդ ոգեշնչող առաջնորդին այն փխրուն ու մոլորված մարդու հետ, որին նա հանդիպել էր նախորդ գիշեր։ Կամ գուցե հենց դրա շնորհիվ էր նա կարողանում օգնել ուրիշներին, որովհետև մոտիկից ճանաչում էր մարդկային խոցելիության երկու կողմերն էլ։ Նախաճաշից հետո հայր ու դուստր պատրաստվեցին իրենց սիրելի ավանդույթներից մեկին ամենշաբաթյա այցին ազգային գրադարան։ Դա մի հին ու վեհաշուկ շենք էր հատագից մինչ առաստաղ ձգվող դարակներով, կաշվե բազկաթոռներով, հարմարավետ անկյուններով, որտեղ Մանեն սիրում էր թաքնվել ու կարդալ։ Արմենը բացահայտել էր այս ծիսակարգը, երբ աղջիկը դեռ 3 տարեկան էր։ Այդ օրվանից դա դարձել էր նրանց միջ սուրբ մի պահ։ Երբ հասան գրադարան, այնտեղ սովորականից ավելի մեծ իրարանցում էր։ Փակցված պաստառները ազդարարում էին համայնքային միջոցառման մասին նվիրված սոցիալական իրավունքներին գրականությանը, որն իրականացվում էր տեղական մի քանի կազմակերպությունների հետ համատեղ։ Կամավորները տաղավարներ էին դասավորում, տեղեկատվական նյութեր պատրաստում, իսկ այցելուներն արդեն սկսել էին շրջել։
Մանեն, ինչպես միշտ, վազեց դեպի մանկական բաժին, բայց Արմենը վարանեց։ Տաղավարներից մեկում հենց նա էր։ Անին համբերատար զրուցում էր մի տարեց տիկնոջ հետ բռնելով նրա ձեռքերը, մինչ բացատրում էր ինչ-որ բան ՀԿ-ի ծառայությունների մասին։ Նա հագել էր պարզ բամբակյա զգեստ, նրա մարդկանց հետ շփվելու ձի մեջ ինչ-որ անգեղծ ջերմություն կար։ Մի պահ Արմենը մտածեց հեռանալ։ Նա չէր ուզում, որ գինն իրեն կաշկանդված զգա իրեն տեսնելիս, հատկապես նախորդ գիշերվա խոցելությունից հետո։ Բայց Մանեն հայտնվեց նրա գողքին քաշելով ձեռքից։ Պապա, դա նա է։ Հեռուստացույցի գինը։ Նախքան Արմենը կհասցներ կանգնեցնել նրան, աղջիկն արդեն քայլում էր դեպի տաղավարը այն բնական հետաքրքրությամբ, որն ունենում են երեխաները, ովքեր դեռ չեն սովորել վախենալ հետաքրքիր մարդկանց մոտենալուց։ Անին նկատեց նրանց մոտենալը, բարձրացրեց աչքերը։ Մի վայրկյան Արմենը տեսավ նույն խոցելիությունը, որը կար նախորդ գիշեր, բայց այն արագ փոխարինվեց համեստ անգեղծ ժպիտով։ Նա ներողություն խնդրեց, տարեց տիկնոջից, մոտեցավ նրանց։ Ողջույն, ասաց նա նախ դիմելով Մանեին։ Դու երի այն արքայադուստրն ես, որի համար հայրիկդ 3 գիշեր տուն էր շտապում։ Արմենը զարմացավ, որ նա հիշում էր իր ձեռքի կերակրամանի մասին։ Ես ձեզ տեսել եմ հեռուստացույցով, անկաշկանդ բացականչեց Մանեն։ Դուք օգնում եք տխուր մայրիկներին, չէ։ Իմ ուսուցչուհին է պատմել։ Անին ծնկեց, որպեսզի լինի աղջկա հասակին։ Ճիշտ է։ Իսկ դու ինչ ես մտածում այդ մասին, հարցրեց նա անգեղծորեն հետաքրքրված պատասխանով։ Կարծում եմ դա ճիշտ իմ պապայի նման է։ Նա էլ է բոլորին օգնում։ Մանեն հպարտությամբ նայեց Արմենին։ Երեկ նա տուն եկավ թրջված, որովհետ իր բաճկոնը ինչ-որ մեկին էր տվել։ Արմենը զգաց, թե ինչպես են այտերը շիկնում, բայց Անին ժպտաց այնպես, որ կաշկանդվածություն չկար, միայն փոխադարձ ճանաչում։ Հայրիկդ շատ յուրահատուկ մարդ է թվում, ասաց նա վեր գենալով նայելով Արմենի աչքերին։ Այդ առավոտ զրույցը կարճ տեց ընդհատվելով երկուսի պարտականություններով։ Անին զբաղված էր միջոցառմամբ, իսկ Արմենը դստեր հետ, որն ուզում էր ուսումնասիրել գրադարանի բոլոր գրքերը։ Բայց նախքան բաժանվելը, Անին նրանց հրավիրեց միջոցառման ավարտին կամավորների հետ սուրճ խմելու։ Չենք ուզում խանգարել, ասաց Արմենը, բայց նա գլխով արեց։ Մեծ հաճույք կլինի։ Ես հազվադեպ եմ հնարավորություն ունենում ճանաչելու։ Նա վարանեց փնտրելով ճիշտ բառերը, իրապես բարի մարդկանց։ Մի քանի ժամ անց նրանք հանդիպեցին գրադարանի հետնամասի մի փոքրիկ սենյակում, որտեղ կամավորները սենդվիչներ ու սուրճ էին վայելում ջերմ մթնոլորտում։ Մանեն անմիջապես տարվեց ձեռագործ աշխատանքների սեղանով, սկսեց գունավոր էջանշաններ պատրաստել, մյուս կամավորների հետ մեծերին թողնելով ազատ զրուցելու։ Արմենն ու Անին նստեցին պատուհանի մոտ հետելով քաղաքի անցուդարձին։ Զրույցը բնականորեն ծավալվեց պարզ թեմաների շուրջ՝ սիրելի ուտեստներ, գրքեր, երաժշտություն։ Դա ապահով շփում էր առանց նախորդ գիշերվա հուզական լարվածության, բայց աջող մտերմությամբ, որը զարմացնում էր երկուսին էլ։ Դուք երկար ժամանակ է, ինչ մեխանիկ եք աշխատում, հարցրեց նա խառնելով սուրճը։ Մանեի ծնվելուց ի վեր։ Մինչ այդ ես։ Նա վարանեց, այլ ծրագրեր ունեի։ Ուզում էի շեֆ խոհարար դառնալ, հավատում եք։ Բայց կյանքը փոխեց ուղղությունը, ես բացահայտեցի, որ սիրում եմ վերանորոգել գոտրված իրերը։ Ինչ որ հանգստացնող բան կա չաշխատող իրը վերցնելու, այն նորից գործի գցելու մեջ։ Անին թեթագի ժպտաց։ Կատարելապես հասկանում եմ։ Երբեմն ավելի հեշտ է իրերը վերանորոգել, քան մարդկանց։ Իսկ դուք միշտ եք ուզել հակ ունենալ։ Նա մի պահ լռեց նայելով Մանեին, որը ծիծաղում էր մյուս երեխաների հետ։ Ոչ հաստատ։ Կազմակերպությունը ծնվեց անձնական անհրաժեշտությունից, որը հետո վերածվեց ավելի մեծ բանի։ Երբեմն մեր ամենամեծ ուժը գալիս է մեր ամենամեծ թուլության պահերից։ Արմենը գլխով արեց ընդունելով այդ բառերի ճշմարտացիությունը։ Նրանք շարունակեցին զրուցել, մինչ մայրամուտ բացահայտելով անսպասելի կապեր իրենց կյանքի փորձառությունների միջ։ Երկուսն էլ մոտիկից գիտեին միայնակ պատասխանատվության ծանրությունը, ուժեղ լինելու անհրաժեշտությունը, երբ շուրջդ ամեն ինչ փլուզվում է։ Երբ հեռանալու ժամանակն էր, Մանեն մոտեցավ մի էջանշանով, որը հատուկ Անիի համար էր պատրաստել։ Այն զարդարված էր փոքրիկ ծաղիկներով, վրան մանկական ձեռագրով գրված էր. Բարի գնոջ համար։ Անին ընդունեց նվերը հուզմունքով, որը փորձեց թաքցնել, բայց Արմենը նկատեց, թե ինչպես փայլեցին նրա աչքերը։ Ես էլ ձեզ համար բան ունեմ, ասաց նա պայուսագից հանելով 2 նոր գունավորման գիրք մի ձալված թուղթ։ Նամակը քեզ համար է, հետո կգարթաս, շնջաց նա Արմենին։ Տուն դարձի ճանապարհին Մանեն քնեց Արմենի հին, բայց խնամված մեքենայի հետի նստատեղին։ Երբ հասան բնակարան, նա աղջկան տարավ սենյակ, իսկ հետո խոհանոցում բացեց նամակը։ Նուրբ ձեռագրով գրված էր. Ասա նրան, որ հայրիկը հիանալի է գլուխ հանում։ Եվ շնորհակալություն ինձ հիշեցնելու համար,
որ աշխարհում դեռ կան ձեզ նման մարդիկ։ Արմենը զգուշությամբ ծալեց նամակը դրեց այն դարակում, որտեղ պահում էր կարոր թղթերը։ Այդ կնոջ մեջ ինչ-որ բան կար, որն իր մեջ արթնացնում էր մի զգացողություն, որը վաղուց չէր ունեցել ինչ-որ մեկին ավելի խորը ճանաչելու ցանկություն։ Կիսելու ոչ միայն սովորական բահերը, այլ իմաստալից լռությունը։ Այդ գիշեր, երբ պատրաստում էր Մանեի երկուշաբթի օրվա նախաճաշը, Արմենը մտածում էր այն տարօրինակ կապերի մասին, որոնք ստեղծում է կյանքը։ Երկու վիրավոր մարդիկ, որոնք հանդիպում են խոցելիության պահին բացահայտում, որ գուցե կարիք չկա իրենց բեռը միայնակ կրելու։ Հաջորդ շաբաթները բերեցին մի շարք պատահական հանդիպումներ, որոնք կարծես ճակատագրի ձեռքի գործը լինեին։ Արմենն ու Անին սկսեցին հանդիպել քաղաքի անսպասելի վայրերում թխվածքաբլիթների խանութում, որտեղ նա գիրագի առավոտյան հաց էր գնում, այն հրապարակում, որտեղ Մանեն սիրում էր խաղալ, կամ շուկայում։ Ամեն հանդիպում կարճ էր, բայց նշանակալից, ասես նրանք դանդաղ սովորում էին վստահել միմյանց։ Այդ պատահական հանդիպումներից մեկի ժամանակ նրանք հայտնվեցին մի իրավիճակում, որը պետք է փորձեր միասին աշխատելու իրենց կարողությունը։ Շաբաթ օր էր, Արմենն ու Մանեն քայլում էին Հրազդանի գիրջի հեծանվուղով։ Մանեն իր փոքրիկ ու գունավոր հեծանիվով մի քանի մետր առաջ էր ընկել հոր մշտական հսկողության տակ։ Անին նստած էր մոտակա նստարանին գիրք կարդալով վայելելով կեսօրվա մեղմ առը։ Նա գրում էր ընթերցանության ագնոց մազերը հավաքել էր պարզ հանգույցով։ Երբ տեսավ Արմենին ու Մանեին, ժպտալով ձեռքով արեց, նրանք մոտեցան ողջունելու։ Հենց այդ պահին նրանք օգնության կանչ լսեցին հեծանվուղու հակառակ կողմից։ Մոտ 20 տարեկան մի աղջիկ կանգնած էր հեծանիվի գողքին, որի շղթան դուրս էր ընկել։ Նա ակնհայտորեն հուսահատված էր, չգիտեր ինչպես լուծել խնդիրը։ Նրա հագուստը հուշում էր, որ նա համեստ ընտանիքից է, իսկ հեծանիվը նրա հիմնական տրանսպորտային միջոցն էր։ Կարող եմ օգնել, առաջարկեց Արմենը մոտենալով աղջկան։ Անին բնականորեն հետեց նրանց, իսկ Մանեն հետաքրքրությամբ հետում էր։ Աղջիկը բացատրեց, որ վերադառնում էր աշխատանքից, նա հիվանդանոցում մաքրուհու օգնական էր, հեծանիվի շղթան դուրս էր թռել փոսի վրայով անցնելիս։ Նա պետք է շուտ տուն հասներ, տարեց մորը խնամելու, բայց վերանորոգման համար գումար չուներ։ Արմենը ձնկեց հեծանիվի գողքին, սկսեց զննել խնդիրը։ Մեխանիկի հմուտ ձեռքերը ճշգրտությամբ աշխատեցին շղթան տեղը դնելով, կարգավորելով լարվածությունը։ Այդ ընթացքում Անին մեղմորեն զրուցում էր աղջկա հետ, պարզելով, որ նրա անունը Մարիամ է, նա թողել էր ուսումը աշխատելու ընտանիքին պահելու համար։ Երբե մտածել եք երեկոյան դասընթացներով ուսումն ավարտելու մասին, հարցրեց Անին, մինչ Արմեն ավարտում էր վերանորոգումը։ Մտածել եմ, բայց աշխատանքի ժամերը թույլ չեն տալիս։ Նույնիսկ եթե թույլ տային, չգիտեմ կկարողանայի։ Վճարել, պատասխանեց Մարիամը հետելով Արմենի գործողություններին։ Անին պայուսագից մի քարտ հանեց։ Մեր գազագերբությունը համագործակցում է դպրոցների հետ, որոնք անվճար երեկոյան դասընթացներ են առաջարկում։ Եթե հետաքրքրված եք, երկուշաբթի զանգահարեք ինձ։ Կտեսնենք ինչ կարող ենք կազմակերպել։ Արմենը վեր կացավ յուղոտ ձեռքերը սրբելով թաշկինակով։ Վերջ։ Հեծանիվը հիանալի աշխատում է։ Բայց խորհուրդ կտամ հնարավորության դեպքում տանել ընդհանուր ստուգման։ Կարող եմ մի տեղ ասել, որտեղ արդար գներով կանեն։ Մարիամը անչափ շնորհակալություն հայտնեց աչքերում երախտագիտության արցունքներով։ Հեռանալուց առաջ նա դիմեց Մանեին. «Դու շատ բախտավոր ես, որ նման լավ հայրիկ ունես նման»։ Նա նայեց Անին բնականորեն ենթադրելով, որ նրանք զույգ են, նման լավ մայրիկ։ Մանեն հպարտ ժպտաց, չուղեց ցուրիմացությունը, ոչ էլ Արմենն ու Անին այդ պահին անհրաժեշտ համարեցին դա անել։ Ինչ որ հաճելի բան կար որպես ընտանիք ընկալվելու գաղափարի մեջ, թեկուզ ժամանակավոր։ Մարիամի գնալուց հետո նրանք շարունակեցին քայլել։ Մանեն առաջ էր գնում, երբեմն կանգ առնելով դաշտային ծաղիկներ հավաքելու կամ գետի բադերին նայելու համար։ Կեսօրը կատարյալ էր մեղմ զեփյուրով հոսող ջրի ձայնով։ Դուք միշտ եք այդպես անում, հարցրեց Անին քայլելով Արմենի գողքին։ Ինը չէ։ Օգնում մարդկանց առանց փոխհատուցում ակնկալելու։ Արմենը ուսերը թոթվեց։ Իսկ դուք նույնը չարեցիք։ Ուսման հարցում օգնություն առաջարկեցիք։ Գուցե մենք այդ հարցում նման ենք, ասաց նա մտախոհ ժպիտով։ Նրանք մի նստարան գտան, գետի ափին նստեցին հետելու Մանեին, որը երեխաների մի խումբ էր գտել, որոնք օդապարուկ էին բաց թողնում։ Աղջիկը թույլտվություն խնդրեց նրանց հետ խաղալու, Արմենը գլխով արեց նրան միշտ տեսադաշտում պահելով։ Հենց այնտեղ այդ անդորի մեջ նրանք սկսեցին կիսվել իրենց անձնական պատմությունների ավելի խորը դրվագներով։ Զրույցը հոսում էր բնականորեն, առանց ճնշման, ասես երկուսն էլ վերջապես պատրաստ էին ցույց տալ իրենց գրած սպիները։ Մայրս տարիներ շարունակ լռության մեջ է ապրել, սկսեց Անին նայելով երկնքում դանդաղ շարժվող ամպերին։ Նա շատ է տառապել, բայց երբեք չի կարողացել օգնություն խնդրել։ Կարծում էր, թե դա թուլություն է, որ պետք է միայնակ դիմանա։
Երբ վերջապես կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից, նա ինձ ասաց, որ ամենավատը ոչ թե բուն տառապանքն էր, այլ մենակությունը։ Այն զգացողությունը, որ աշխարհում ոչ ոք իրեն չի հասկանա։ Արմենը լուր լսում էր հարգելով այն քաջությունը, որը նա ցուցաբերում էր նման անձնական բան պատմելիս։ Հենց դա ինձ ոգեշնչեց ստեղծել ՀԿ-ն։ Ուզում էի, որ մյուս կանայք իմանան, որ իրենք միայնակ չեն, որ օգնություն կա, որ գարիք չկա աշխարհի ծանրությունը սեփական ուսերին գրել։ Նա լռեց, նայեց նրան։ Իսկ դուք ինչպես պատահեց, որ միայնակ հայր դարձաք։ Արմենը խորը շունչ քաշեց նախքան պատասխանելը։ Մանկությանս մեծ մասն անցկացրել եմ մանկատներում խնամատար ընտանիքներում։ Մայրս կախվածության հետ կապված խնդիրներ ուներ, չէր կարողանում ինձ խնամել։ Շուտ սովորեցի, որ միակ մարդը, ում կարող եմ վստահել, ես ինքս եմ։ Նա պատմեց դժվարին տարիների, տների հաճախակի փոփոխության երբեք որևէտեղ իրապես չպատկանելու զգացողության մասին, թե ինչպես էր երազում շեֆ-խոհարար դառնալ պատկերացնելով, որ սննդի միջոցով կարող է ստեղծել երջանկության կապի այնպիսի պահեր, որոնք երբեք չէր ունեցել մանկության տարիներին։ Երբ Մանեն ծնվեց, նրա մայրը որոշեց, որ պատրաստ չէ մայրությանը։ Նա հեռացավ հենց այն օրը, երբ մեր աղջիկը լույս աշխարհ եկավ։ Արմենը նայեց Մանեին, որը ծիծաղում էր երեխաների հետ։ Ես մնացի։ Եվ որքան էլ վախեցած լինեի, անմիջապես հասկացա, որ ամեն ինչ այլ կերպ եմ անելու։ Որ նա միշտ իմանալու է, որ իրեն սիրում են, որ ինքն աշխարհում ապահով տեղ ունի։ Անին խորը հուզմունք զգաց այս պատմությունը լսելիս։ Արմենի մեջ մի լուր ուժ կար, որը նա ճանաչում էր նույն վճռականությունը, որը տեսել էր իր մոր մեջ, երբ նա վերջապես որոշել էր վերակառուցել իր կյանքը։ Երբեք չեք մտածել շեֆ-խոհարար դառնալու երազանքն իրականացնելու մասին, հարցրեց նա։ Երբեմն։ Բայց բացահայտեցի, որ մարդկանց սնուցելու այլ ձեր էլ կան։ Երբ Մանեի համար քնելուց առաջ հեքիաթ եմ կարդում, երբ սովորեցնում եմ հեծանիվ քշել, երբ պարզապես կողքին եմ, դա էլ է հոգին սնուցելուց։ Արը սկսեց մայր մտնել երկինքը ներգելով նարնջագույն ու վարդագույն երանգներով։ Մանեն վազելով վերադարձավ նրանց մոտ կարմրած այտերով ու լայն ժպիտով։ Տուն գնալու ժամանակն էր։ Վերադարձի ճանապարհին Անին քայլում էր հոր դստեր միջ, երկար ժամանակ անց առաջին անգամ իրեն զգաց ինչ-որ մեծ բանի մասնիկ։ Այդ տեսարանի մեջ մի բնականոնություն կար, մի ընտանիք, որը հանգիստ քայլում էր շաբաթ օրը, ինչն իր մեջ արթնացրեց վաղուց ննջած մի զգացողություն։ Կարող եմ ձեզ մի օր ընթրիքի հրավիրել իմ տանը, հարցրեց նա, երբ հասան Արմենի մեքենային։ Շատ հաճելի կլինի, պատասխանեց նա, իսկ Մանեն ուրախությունից ծափ տվեց։ Տուն գնալու ճանապարհին Արմենը մտածում էր այն մասին, թե որքան տարօրինակ հանգստացնող է գտնել մեկին, ով հասկանում է քո կյանքի ընտրությունները առանց դատելու։ Անին նրա միայնակ հայրությունը չէր տեսնում որպես բեռ կամ սահմանափակում, այլ որպես բնավորության ուժի դրսորում։ Այդ գիշեր Մանեին քնեցնելուց հետո Արմենը կանգնած էր պատշգամբում մտածելով միասին անցկացրած օրվա մասին։ Իր անի միջ ինչ-որ բան էր աճում, մի կապ, որն ավելին էր, քան պարզապես համագրանքը։ Դա երկու մարդկանց փոխադարձ ճանաչումն էր, ովքեր իրենց ցավը վերածել էին նպատակի, իսկ սպիները իմաստնության։ Նա իրեն թույլ չէր տալիս երազել ապագայի մասին, սովորել էր ապրել օրվա խնդիրներով, բայց տարիների ընթացքում առաջին անգամ հույս էր զգում, որ գուցե պարտադիր չէ միշտ միայնակ լինել իր ճանապարհին։ Ընթրիքը Անի տանը նշանակված էր հինգշաբթի երեկոյան։ Արմենը Մանեին թողեց տիկին Անահիտի հետ գնաց նշված հասցեով Երանի կենտրոնում գտնվող մի հին, բայց լավ պահպանված շենք։ Երբ նա բացեց դուռը, Արմենը հիացավ տարածքի էլեգանտ պարզությամբ։ Ամենուր բույսեր էին, գրքերով լի դարակներ ժպտացող կանանց լուսանկարներ, հավանաբար ՀԿ-ի շահառուների։ Խոհանոցը փոքր էր, բայց ֆունկցիոնալ, այնտեղից թարմ կանաչիների ու սխտորի բույր էր գալիս։ Անին տնական լազանյա էր պատրաստել, նրանք ընթրեցին մոմերի լույսի տակ զրուցելով գրականության, երաժշտության հին երազանքների մասին։ Մթնոլորտը մտերիմ էր, բայց ոչ չափազանց ռոմանտիկ, հարմարավետ, բայց ոչ չափազանց ընտանեկան։ Դուք շատ լավ եք եփում, ասաց Արմենը վայելելով ամեն պատառը։ Որտեղ եք սովորել։ Դատիկիցս։ Նա ասում էր, որ գերակուր պատրաստելը սիրո դրսորում է սեփական անձի ուրիշների հանդեպ, որ երբեք չպետք է թերագնահատել հոգով պատրաստված սննդի ուժը։ Անին գարոտով ժպտաց։ Դա այն քիչ լավ բաներից էր, որ պահել եմ մանկությունիցս։ Ընթրիքից հետո նրանք նստեցին պատշգամբում, թեյ խմելով հետելով քաղաքի անցուդարձին։ Արմենն իրեն ավելի հանգիստ էր զգում, քան երբե, ասես վերջապես կարող էր թուլացնել պաշտպանությունը, պարզապես լինել ներկա պահի մեջ։ Վաղը երեկոյան ՀԿ-ում կարոր միջոցառում ունեմ, ասաց Անին։ Կանանց հզորացման մասին դասախոսություն է։ Կցանկանայիք գալ։ Արմենը մի պահ վարանեց։ Հասարակական միջոցառումները նրա տարերքը չէին, հատկապես նրանք, որոնց թեմաներից քիչ էր հասկանում։
Բայց նրա խնդրանքի մեջ ինչ-որ նուրբ խոցելիություն կար, որն ստիպեց նրան համաձայնել։ Իհարկե, տիկին Անահիտը կմնա Մանեի հետ։ Հաջորդ օրը Արմենը եկավ միջոցառման վայր քաղաքի մասնավոր համալսարաններից մեկի դահլիճ։ Տեղը լիքն էր, հիմնականում տարբեր տարիքի սոցիալական խավերի կանանցով։ Անին բեմում էր խոսելով այն պերճախոսությամբ ու կրքով, որը նա տեսել էր հեռուստացույցով։ Նա խոսում էր բռնության լռության շղթաները գոտրելու կարողության մասին։ Արմենը լուր կանգնեց դահլիճի հետնամասում հիացմունքով հետելով նրան։ Նրա ձայնի մեջ մի ուժ կար, որը կտրուկ հակադրվում էր այն փխրունությանը, որին նա ականատես էր եղել անձրի տակ տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ։ Կարծես նա սովորել էր իր ցավը վերածել իշխանության, իսկ խոցելիությունը ուրիշներին օգնելու ուժի։ Միջոցառումն ավարտվեց հարց ու պատասխանով, որից հետո Անին մոտեցավ մի սեղանի, որտեղ ստորագրում էր գրքեր առանձին զրուցում մասնագետների հետ։ Արմենը համբերատար սպասում էր տեսնելով, թե ինչպես է նա բարի ու քաջալերող բառեր գտնում յուրաքանչյուր մոտեցողի համար։ Երբ դահլիճը վերջապես դատարկվեց, նրանք միասին քայլեցին դեպի ավտոկայանատեղի։ Գիշերը ցուրտ էր, Արմեն առաջարկեց իր բաճկոնը նրան, ինչպես արել էր հենց առաջին գիշերը։ Դա մի ժեստ էր, որն արդեն բնական էր դարձել նրանց միջ։ Դուք հիանալի էիք, ասաց նա քայլելիս։ Երի շատ հաճելի է տեսնել, թե ձեր աշխատանքն ինչ ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա։ Երբեմն դժվար է, խոստովանեց նա, լսել այդքան տառապանքի պատմություններ, գրել սպասելիքների ծանրությունը։ Բայց երբ տեսնում եմ մի կնոջ, որը վերականգնում է իր ինքնագնահատականը, վերադառնում է ուսմանը, թողնում է թունավոր հարաբերությունները, դա արժե բոլոր դժվարությունները։ Նրանք գրեթե հասել էին մեքենային, երբ կայանված մեքենաների արանքից երկու տղամարդ դուրս եկան։ Արմենն անմիջապես զգաց օդում տիրող լարվածությունը բնազդաբար կանգնեց Անից մի փոքր առաջ։ Անի, Ավետիսյան, ասաց նրանցից բոյովը բարկությամբ լի ձայնով, դու այն գինն ես, որը քանդում է ընտանիքները։ Արմենը զգաց, թե ինչպես Անին քարացավ իր գողքին։ Տղամարդիկ ավելի մոտեցան, պարզ դարձավ, որ դա պատահականություն չէր։ Նրանք նպատակադրված սպասել էին նրան այնտեղ։ Նախկին գինս լավ էր, մինչ սկսեց հաջախել քո կազմակերպություն, շարունակեց տղամարդը մեղադրական մատը թափ տալով Անիի ուղղությամբ։ Հիմա նա ապահարզան է ուզում է երեխաներից տանել։ Դու ես այդ մտքերը նրա գլուխը մտցրել։ Երկրորդ տղամարդը համաձայնությամբ գլխով արեց։ Իմն էլ։ Տարիների ամուսնությունը աղբամանը նետվեց քո ստերի պատճառով։ Արմենը մի քայլ առաջ արեց վերջնականապես կանգնելով տղամարդկանց Անիի արանքում։ Նա ֆիզիկապես ահարկու տեսք չուներ միջին հասակի էր, մարզիկի կազմվածքով, բայց ոչ հսկա, սակայն նրա կեցվածքի մեջ բացարձակ վճռականություն կար։ Կարծում եմ ավելի լավ է հեռանաք, ասաց Արմենը ցածր, բայց հաստատուն ձայնով։ Նրա տոնի մեջ ագրեսիա չկար, միայն անարարկելի վստահություն, որ նա թույլ չի տա նրանց ավելի մոտենալ։ Սա քո գործը չէ, մռնչաց առաջին տղամարդը։ Մեր խնդիրը նրա հետ է։ Հիմա արդեն իմ գործն է, պարզապես պատասխանեց Արմենը։ Եվ խորհուրդ եմ տալիս վերանայել ձեր քայլերը։ Մութ ավտոկայանատեղիում գնոջը սպառնալը չի լուծի ձեր խնդիրները։ Արմենի հանգստության մեջ ինչ-որ բան կար, որն ավելի ահարկու էր, քան գոռոցները կամ սպառնալիքները։ Երկու տղամարդիկ վարանեցին ակնհայտորեն չսպասելով դիմադրության։ Նրանք հույս ունեին վախեցնել միայնակ կնոջը, այլ ոչ թե բախվել մեկի հետ, ով պատրաստ էր պաշտպանել նրան։ Ձեր կանայք իրենք են որոշումներ կայացրել, ասաց Անին ձայն գտնելով Արմենի թիկունքում։ Ոչ ոք նրանց չի ստիպել։ Եթե նրանք որոշել են լքել ձեզ, գուցե ժամանակն է հարցնել ինքներդ ձեզ ինչո՞։ Լրիր, բորբոքվեց երկրորդ տղամարդը ագրեսիվ քայլ անելով նրանց ուղղությամբ։ Արմենը չշարժվեց, բայց նրա ձայնն ավելի ցածր ու վտանգավոր դարձավ։ Չեք ցանկանա իմանալ, թե ինչ կլինի, եթե մեկ քայլ անեք։ Արմենի բացարձակ վստահությունը նրանց ստիպեց կանգ առնել։ Նրանք հասկացան, որ գործ ունեն մեկի հետ, ով չի նահանջելու։ Մի քանի վայրկյան տաց լարվածությունից հետո առաջին տղամարդը ինչ-որ բան մրմնջաց այն մասին, որ սա դեռ չի ավարտվել, նրանք հեռացան անհետանալով մեքենաների արանքում։ Արմենը զգոն մնաց այնքան ժամանակ, մինչ համոզվեց, որ նրանք իրոք գնացել են։ Միայն այդ ժամանակ նա շրջվեց դեպի Անին։ Նա դողում էր, բայց ոչ ցրտից։ Բոլոր այն հույզերը, որոնք նա զսպել էր բախման ժամանակ, հիմա դուրս էին գալիս։ Ամեն ինչ կարգին է, մեղմորեն ասաց Արմենը գրգելով նրան։ Նրանք գնացին։ Անին սկսեց լաց լինել վերջապես թույլ տալով իրեն զգալ այն վախն ու խոցելիությունը, որը ճնշել էր սպառնալիքի ժամանակ։ Արմենը նրան ամուր գրգեց թույլ տալով, որ նա դուրս բերի գուտակված լարվածությունը։ Ցավում եմ, որ ստիպված եղար սրա միջով անցնել, մրմնջաց նա շոյելով նրա մազերը։ Բայց դու քաջ չէիր։ Թույլ չտվեցիր քեզ վախեցնել։
Ես սարսափած էի, խոստովանեց նա հեգեգոցների արանքում։ Նրանք գիտեին որտեղ ինձ գտնել, գիտեին անունս։ Դա նշանակում է, որ նրանք ինձ հետում էին։ Արմենը նրան ավելի ամուր սեղմեց իրեն։ Ես քեզ տուն կտանեմ, մենք կմտածենք անվտանգության միջոցների մասին։ Դու սրան միայնակ չես բախվելու։ Նրա բնակարան գնալու ճանապարհին Արմենը չէր կարող չմտածել այն մասին, թե որքանով է այս իրավիճակը նման իրենց առաջին հանդիպման գիշերվան։ Նորից նա պաշտպանում էր Անին ինչ-որ բանից, որը նրան խոցելի էր դարձրել։ Բայց այս անգամ նա ավելի լավ էր հասկանում նրա խոցելիության պատճառները։ Երբ հասան նրա շենքի մոտ, Արմենը պնդեց բարձրանալ ստուգելու, թե արդյոք բնակարանն ապահով է։ Նա ուզում էր համոզվել, որ գինը միայնակ չի մնա այդ գիշերվա դրավմայի հետ։ Կարող եմ մեզ համար թեյ պատրաստել, առաջարկեց նա նկատելով, որ Անին դեռ ցնցված է։ Նա գլխով արեց նստեց բազմոցին գծկված դիրքով։ Արմենը թեյ պատրաստեց նրա խոհանոցում ժամանակ տալով նրան ուշքի գալու համար։ Երբ վերադարձավ բաժակներով, նա արդեն դադարել էր լաց լինել, բայց դեռ փխրուն տեսք ուներ։ Շնորհակալություն, ասաց նա վերցնելով տաք թեյը։ Ինձ պաշտպանելու համար, թույլ չտալու համար, որ ես միայնակ բախվեմ այդ ամենին։ Միշտ, առանց վարանելու պատասխանեց Արմենը։ Երբ կարիքը լինի։ Նրանք թեյ էին խմում հարմարավետ լռության մեջ երկուսն էլ մարսելով երեկոյի իրադարձությունները։ Արմենը հասկացավ, որ այս միջադեպը ինչ-որ հիմնարար բան փոխեց իրենց միջ։ Դա այլս պարզապես պատահական ընկերություն կամ փոխադարձ համագրանք չէր։ Դա իրական գործընկերության սկիզբն էր հիմնված վստահության փոխադարձ հոգատարության վրա։ Արմեն, վերջապես ասաց Անին, ես պետք է քեզ մի բան պատմեմ։ Իմ անցյալի մասին։ Այն մասին, թե ինչու դա ինձ վրա այդքան ազդեց։ Նա քաչալերող հայացքով նայեց նրան պատրաստ լսելու այն ամենը, ինչ նա պատրաստ էր կիսել։ Անին խորը շունչ քաշեց թեյի բաժակը բռնելով այնպես, ասես դա իր խարիսխն էր։ Արմենը համբերատար սպասեց։ Սենյակի մեղմ լույսը ստեղծում էր մտերմության ապահովության այն մթնոլորտը, որն անհրաժեշտ էր նրան իր պատմությունը պատմելու համար։ Մի քանի տարի առաջ ես մի հարաբերությունների մեջ էի, որը դրսից կատարյալ էր թվում, սկսեց նա, ձայնը հազիվ լսելի էր։ Նա քարիզմատիկ էր, հաջողակ, հարգված։ Բոլորը կարծում էին, թե մենք իդեալական զույգ ենք։ Ես ինքս էլ էի դրան հավատում մի ժամանակ։ Արմենը թեթագի առաջ թեքվեց ոչ թե ջնշելու, այլ ցույց տալու համար, որ իրոք լսում է, որ նա իր ողջ ուշադրության կենտրոնում է։ Բայց արտաքին փայլի հետում նա վերահսկող էր։ Սկսեց դանդաղ փոքրիկ քննադատություններ հագուստիս, ընկերներիս, ընտրություններիս վերաբերյալ։ Հետո դա վերածվեց մեկուսացման։ Նա ինձ համոզեց թողնել աշխատանքը, հեռանալ ընտանիքիցս, լիովին կախված լինել իրենից։ Անին լռեց միգում թեյ խմելով քաջություն հավաքելու համար։ Երբ հասկացա ինչ է կատարվում, արդեն ուշ էր հեշտությամբ հեռանալու համար։ Արմենը զգաց, թե ինչպես է բարկությունը բարձրանում իր ներսում, բայց պահպանեց չեզոք դեմքի արտահայտությունը։ Նա գիտեր, որ այս պահին կարորը նրա լսված լինելն է, այլ ոչ թե իր սեփական վրդովմունքը։ Մի գիշեր, երբ փորձեցի արձակատվել նրա հետ իր վարքագծի պատճառով, ամեն ինչ սրվեց։ Նա ինձ մի քանի օր փակված պահեց բնակարանում։ Ասում էր, թե դա ինձ սովորեցնելու համար է, որ ավելի լավ ընկերուհի դառնամ, որ ես պետք է իմանամ իմ տեղը։ Անի ձայնը սկսեց դողալ, Արմենը բնազդաբար մեկնեց ձեռքը թեթագի դիպչելով նրա ձեռքին։ Դա աջակցության նշան էր, հիշեցում, որ նա այդ պահին միայնակ չէ։ Ինձ հաջողվեց փախչել, երբ նա գնաց աշխատանքի մոռացավ փակել պատուհաններից մեկը։ Բայց երբ բողոքեցի, ոչ ոք չհավատաց։ Նա անբասիր հեղինակություն ուներ, թանկարժեք փաստաբաններ, վկաներ, որոնք հավաստիացնում էին, թե ես անհավասարակշիռ եմ, թե պատմություններ եմ հորինում խանդից։ Արմենը մի պահ փակեց աչքերը պատկերացնելով այն հուսահատությունը, որ նա պետք է զգացած լիներ։ Ինչ արեցիք։ Մի ժամանակով անհետացա։ Գնացի ապրելու տատիկիս հետ գյուղում, ամեն ինչից ու բոլորից հեռու։ Ամիսներ պահանջվեցին, որ կարողանամ քնել առանց մղձավանջների, որ չվախենամ հանկարծակի ձայներից։ Տատիկս էր, որ օգնեց ինձ հասկանալ, որ ես մեղավոր չեմ, որ ես արժանի եմ արժանապատիվ վերաբերմունքի։ Անին վեր կացավ մոտեցավ պատուհանին, նայելով ներքում գտնվող քաղաքին։ Երբ վերադարձա երան, որոշեցի, որ մյուս կանայք չպետք է միայնակ անցնեն այն ամենի միջով, ինչի միջով ես անցա։ Ստեղծեցի հկնային քիչ խնայողություններով, որ ունեի, այն ժառանգությամբ, որ տատիկս ինձ թողեց։ Արմենը նույնպես վեր կացավ մոտեցավ նրան, բայց պահպանելով հարգալից հեռավորություն։ Դրա համար էլ դուք այդքան լավ եք հասկանում այն կանանց, ովքեր դիմում են կազմակերպությանը։ Ճիշտ այդպես։ Գիտեմ ինչ է նշանակում զգալ թակարդում հայտնված, որքան դժվար է ուժ գտնել նորից սկսելու համար։ Գիտեմ ինչ է նշանակում, երբ ինչ-որ մեկը վերջապես հավատում է քեզ։
Նա շրջվեց նրան նայելու։ Եվ գիտեմ ինչ է նշանակում, երբ ինչ-որ մեկը քեզ պաշտպանում է առանց որե բան ակնկալելու։ Անի, մեղմորեն ասաց Արմենը, դուք իմ ճանաչած ամենակաչ մարդկանցից մեկն եք։ Այն, ինչ դուք կառուցել եք, ինչպես եք ձեր ցավը վերածել օգնության ուրիշների համար, դա արտարոց է։ Նրանք զրուցեցին մինչ ուշ գիշեր, Արմենը հեռացավ միայն այն ժամանակ, երբ լիովին համոզվեց, որ նա լավ է ապահով։ Տուն գնալու ճանապարհին նա չէր կարողանում մտքից հանել Անիի քաջությունը, բայց նա այն խոցելիությունը, որը նա դեռ գրում էր իր մեջ։ Հաջորդ օրերին Արմենը սկսեց անցնել ՀԿ-ի մոտով միջոցառումների ավարտին միշտ պատահական պատրվակով։ Իբր ճանապարհին էր աշխատանքից վերադառնալիս, կամ շուտ էր ազատվել, որոշել էր զբոսնել այդ թաղամասում։ Անին երբեք չէր մեկնաբանում այդ պատահականությունները, բայց միշտ ժպտում էր, երբ տեսնում էր նրան։ Այդպիսի երեկոներից մեկի ժամանակ նրանք քայլում էին կազմակերպության մոտակա փողոցներով, երբ նա հանկարծ կանգ առավ։ Դու ինձ պաշտպանում ես, չէ։ Այս պատահական անցումները։ Արմենը ուսերը թոթվեց մի փոքր շփոթված բացահայտումից։ Գուցե դա սխալ է։ Ոչ, արագ ասաց նա։ Դա հանգստացնող է։ Վաղուց ոչ ոք իմ մասին այդպես չի մտահոգվել։ Նրանք մշակեցին մի չհայտարարված առօրյա։ Արմենը հայտնվում էր կարևոր միջոցառումներին միշտ զուսպ, միշտ հարգալից, բայց միշտ ներկա։ Դա նման էր լուր պահապան հրեշտակ ունենալուն, Անին իրեն ավելի ապահով էր զգում իմանալով, որ նա մոտակայքում է։ Մի երեկո, կանանց իրավունքների մասին հուզիչ միջոցառումից հետո, նրանք գնացին Արմենի բնակարան։ Մանեն քնած էր, իսկ տիկին Անահիտը նամակ էր թողել ասելով, որ աղջիկը ընտրել է առանց խնդիրների կատարել տնային առաջադրանքները։ Արմենը սուրճ պատրաստեց փոքրիկ, բայց հարմարավետ խոհանոցում, մինչ Անին նայում էր սառնարանի վրայի լուսանկարներին։ Այնտեղ Մանեի նկարներն էին, աղջկա լուսանկարները տարբեր տարիքում մի հին լուսանկար, որն ստիպեց նրան կանգ առնել։ Սա դու ես, հարցրեց նա ցույց տալով մի երիտասարդ տղամարդու խունացած նկարը, որը գրկել էր մի փոքրիկ երեխայի։ Արմենը նայեց նրա ուսի վրայով։ Այո, Մանեն 3 օրական է։ Դա այն օրն էր, երբ նրա մայրը որոշեց հեռանալ։ Նկարում Արմենը շատ երիտասարդ ու վախեցած տեսք ուներ, բայց նրա աչքերում վճռականություն կար, երբ նա գրկել էր նորածին դստերը։ Կարելի էր տեսնել ակնթարթային սերն ու լուր խոստումը նրան ընդմիշտ պաշտպանելու մասին։ Դու չէիր վախենում, հարցրեց Անին։ Սարսափած էի, խոստովանեց նա սուրճը լցնելով։ Բայց նա գիտեի, որ դա ճիշտ քայլն էր։ Նրան պետք էր մեկը, ով կմնար, ով չէր լքի նրան, երբ ամեն ինչ դժվարանար։ Նրանք նստեցին խոհանոցի սեղանի շուրջ սուրճի բույրով աջող մտերմությամբ շրջապատված։ Բնակարանը փոքր էր, բայց լի մանրուքներով, որոնք ցույց էին տալիս Արմենի հոգատարությունը դստեր հանդեպ ցածր դարակում դասավորված մանկական գրքեր, պատերին փակցված նկարներ, զամբյուղներում հավաքված խաղալիքներ։ Ինչպես եք կարողանում ամեն ինչ համատեղել։ Աշխատանքը, հայրությունը, հիմա։ Սա, ասաց Անին ցույց տալով իրենց երկուսին։ Օր-օրի հետից, անգեղծորեն պատասխանեց Արմենը։ Եվ տիկին Անահիտի մեծ օգնությամբ։ Բայց հիմնականում միշտ հիշում եմ ինչն է իրականում կարևոր։ Մանեին պետք է ներկա հայր, ոչ թե կատարյալ։ Իսկ ինչ վերաբերում է սրան, նա թեթագի ժպտաց, ես սովորում եմ, որ կարիք չկա ամեն ինչ միայնակ գրելու։ Անին խորը հուզմունք զգաց այս բառերը լսելիս։ Տարիներ շարունակ նա հպարտացել էր իր անկախությամբ, միայնակ վերականգնվելու կարողությամբ։ Բայց նա սկսում էր հասկանալ, որ օգնություն ընդունելը թուլություն չէ, այլ քաջություն։ Արմեն, մեղմորեն ասաց նա, ես ուզում եմ, որ դու իմանաս դու ինձ ստիպում ես ինձ ապահով զգալ այնպես, ինչպես վաղուց չէի զգացել։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Նա մեկնեց ձեռքը սեղանի վրայով, գինը սեղմեց այն։ Դա բարձ հպում էր, բայց լի իմաստով ու խոստումով։ Երկու վիրավոր մարդիկ, ովքեր գտել էին միմյանց մեջ ապաքինման իրական կապի հնարավորությունը։ Ինչ է սա նշանակում մեզ համար, հարցրեց նա։ Դա նշանակում է, որ մենք այլս ստիպված չենք լինի միայնակ լինել, պատասխանեց նա։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք միասին դիմակայել այն ամենին, ինչ կգա։ Այդ գիշեր, երկար ժամանակ անց առաջին անգամ, երկուսն էլ հանգիստ քնեցին։ Արմենն իր սենյակում իմանալով, որ իր կյանքում կա մի յուրահատուկ մարդ, ով հասկանում է իր պատասխանատվությունները հարգում դրանք։ Անին իր բնակարանում իրեն պաշտպանված արժորված զգալով մեկի կողմից, ով իրեն տեսնում էր որպես ամբողջական մարդ, այլ ոչ թե որպես զոհ կամ բարեգործական ծրագիր։ Այն, ինչ նրանցից ոչ մեկը չգիտեր, այն էր, որ այս ապահովության զգացողությունը շատ շուտով պետք է փորձության ենթարկվեր այնպիսի ձով, որ նրանք երբեք չէին կարող պատկերացնել։ Այն գիշերվանից 2 շաբաթ անց, երբ Արմենն ու Անին ամրապնդեցին իրենց զգացմունքները, նրանց առօրյան հաստատվել էր բնական ու ներդաշնակ ձով։ Արմենը շարունակում էր զուսպ հայտնվել ՀԿ-ի միջոցառումներից հետո,
Նրանք մի քանի անգամ միասին ընթրել էին երբեմն նրա բնակարանում Մանեի հետ, երբեմն էլ պարզապես երկուսով քաղաքի հանգիստ ռեստորաններում։ Մանեն սովորել էր Անիի ներկայությանը անգեղծ ուրախություն էր ցուցաբերում ամեն անգամ, երբ նա հայտնվում էր։ Աղջիկը սկսել էր նրան Անի մորաքույր անվանել, միշտ հարցնում էր, թե երբ է նա նորից այցելելու իրենց։ Դա մի ընտանեկան դինամիկա էր, որը զարգանում էր բնականորեն, առանց ճնշման կամ արհեստական սպասելիքների։ Դրա համար էլ, երբ Արմենը մի հինգշաբթի երեկոյան եկավ ՀԿ-ի գրասենյակ չգտավ Անին, սկզբում պարզապես հետաքրքրվեց։ Գայանեն ամենահին կամավորներից մեկը բացատրեց, որ նա վերջին պահին չեղարկել է միջոցառումը պատճառաբանելով անձնական հրատապ խնդիր։ Դա տարօրինակ էր, որովհետև Անին երբեք չէր բացակայում պարտավորություններից առանց նախապես տեղեկացնելու։ Նա որե կոնկրետ հաղորդագրություն թողել է, հարցրեց Արմենը, փորձելով թաքցնել աջող անհանգստությունը։ Ոչ, պարզապես ասաց, որ պետք է շտապ ինչ-որ հարց լուծի, շուտով կվերադառնա, պատասխանեց Գայանեն, որը նույնպես մտահոգ տեսք ուներ։ Երբեք չեմ տեսել, որ նա այսպես հանկարծակի ինչ-որ բան չեղարկի։ Արմենը փորձեց զանգահարել Անիի բջջայինին, բայց զանգերը գնում էին ուղիղ ձայնային փոստին։ Նա անցավ նրա տան մոտով, բայց բնակարանը մութ էր, ոչ ոք չպատասխանեց զանգին։ Մտահոգությունը վերածվեց իրական տագնապի, երբ հաջորդ օրը նա նորից չհայտնվեց ՀԿ-ում, չպատասխանեց հաղորդագրություններին։ Տիկին Անահիտն էր, որ նկատեց ինչ-որ բան, այն չէ։ Դու լավ չես քնում, նկատեց նա շաբաթ առավոտյան, մինչ Մանեի համար նախաճաշ էր պատրաստում։ Այն սիրուն աղջկա պատճառով է, որ այստեղ էր գալիս։ Արմենը գլխով արեց, իմաստ չտեսնելով թաքցնել անհանգստությունը։ Նա 2 օր է անհետացել է։ Չեղարկել է գործերը, հեռախոսին չի պատասխանում։ Դա նրան նման չէ։ Մտածել ես, որ գուցե նրան տարածություն է պետք։ Երբեմն մարդիկ պետք է մի փոքր անհետանան զգացմունքները մարսելու համար, առաջարկեց Անահիտը իր 60 տարվա իմաստնությամբ։ Մանեն, որ լսում էր զրույցը կաթով փաթիլներ ուտելիս, նայեց հորը իր մեծ ու խորաթափանց աչքերով։ Երբեմն լավ մարդիկ պետք է մի քիչ անհետանան, որ հիշեն, որ իրենք դեռ լավն են, ասաց նա երեխայի խորը պարզությամբ։ Արմենը տխուր ժպտաց, ընդունելով դստեր բարերի ճշմարտացիությունը, բայց դեռ չէր կարողանում ազատվել այն զգացողությունից, որ ինչ-որ բան այն չէ։ Նա որոշեց 1 օր սպասել, նախքան ավելի կտրուկ քայլեր ձեռնարկելը։ Նույն շաբաթ օրը կեսօրին, երբ Արմենն ու Մանեն այցելում էին գրադարան պահպանելով շաբաթական ավանդույթը նույնիսկ առանց Անի, Գայանեն հայտնվեց նրան փնտրելով։ Նա ձեռքին մի դեղնած ծրար ուներ, վարանած տեսք ուներ։ Արմեն, կարող եմ քեզ հետ առանձին խոսել, հարցրեց նա նշանակալից նայելով Մանեին, որը տարված էր հեքիաթների գրքով։ Նրանք մի կողմ քաշվեցին գրադարանի ավելի մեկուսի հատված, Գայանեն ծրարը տվեց նրան։ Մի տարեց կամավոր Հասմիկը, սա ինձ տվեց 3։ Ասաց, որ կարծում է դու պետք է իմանաս Անիի անցյալի մասին, հատկապես հիմա, երբ դուք մտերիմ եք։ Արմենը նայեց ծրարին առանց այն անմիջապես բացելու։ Ինչ է սա։ Մի քանի տարի առաջվա թերթերի կտրոններ։ Այն մասին, թե ինչ է պատահել նրա հետ նախքան ՀԿ-ն ստեղծելը։ Հասմիկն ասաց, որ կարոր է, որ դու հասկանաս ամբողջ համատեքստը, եթե հանկարծ նման բան նորից պատահի։ Թեթակի դողացող ձեռքերով Արմենը բացեց ծրարը։ Ներսում ժամանակից դեղնած 3 թերթի կտրոն կար։ Առաջինը ցույց էր տալիս շատ ավելի երիտասարդ Անիի լուսանկարը հետյալ վերնագրով։ Երիտասարդ փաստաբանն անհետացել է ընկերոջը ընտանեկան բռնության համար մեղադրելուց հետո։ Երկրորդ կտրոնը, մի քանի ամիս անցվա, պատմում էր այն մասին, թե ինչպես է գործը կարճվել համոզիչ ապացույցների բացակայության պատճառով։ Երրորդը, գրեթե 1 տարի անցվա, մի փոքրիկ նշում էր նոր սկիզբ ՀԿ-ի հիմնադրման մասին։ Արմենը կարդաց հոդվածները բարկության տխրության խառնուրդով։ Մանրամասներն ավելի սարսափելի էին, քան Անին պատմել էր իրեն։ Նախկին ընկերը պարզապես վերահսկող չէր։ Նա տեղական ազդեցիկ գործիչ էր հզոր կապերով։ Այն ժամանակը, երբ նա փակված էր եղել, նկարագրվում էր որպես երեքօրյա հոգեբանական խոշտանգում հարկադիր մեկուսացում։ Հետաքննությունը սկզբից ետ տապալվել էր։ Ինչո՞ւ նա ինձ երբեք չպատմեց բոլոր մանրամասները, մրմնջաց Արմենն ինքն իրեն։ Թերս այն պատճառով, որ ամբողջ պատմությունը պատմելը նշանակում է նորից ապրել ամեն մի վայրկյանը, մեղմորեն պատասխանեց Գայանեն։ Հասմիկն ասաց, որ Անին ժամանակ առ ժամանակ ունենում է նման պահեր։ Անհետանում է մի քանի օրով, երբ հուզականորեն ձանրաբեռնվում է։ Սովորաբար վերադառնում է ավելի ուժեղ, բայց միշտ միայնակ։ Արմենը զգուշությամբ ծալեց կտրոնները, հետ դրեց ծրարի մեջ։ Հիմա նա ավելի լավ էր հասկանում Անիի գրած տրավմայի չափը։ Նա այն, թե ինչու էր իր պաշտպանությունն ու համբերատարությունը այդքան շատ նշանակում նրա համար։ Բայց դա նրան ավելի շատ անհանգստացրեց նրա ներկա գտնվելու վայրի վերաբերյալ։ Որտեղ է նա սովորաբար գնում, երբ տարածության կարիք է ունենում, հարցրեց նա։
Ոչ ոք հաստատ չգիտի։ Նա երբեք չի ասում, բայց միշտ վերադառնում է հկ մի քանի օր անց, ասես ոչինչ չի պատահել։ Այդ գիշեր Մանեին քնեցնելուց հետո Արմենը կանգնած էր պատշգամբում մտածելով կարդացած հոդվածների մասին։ Նա փորձում էր պատկերացնել ինչ էր զգում Անին, որտեղ կարող էր լինել։ Նա ուզում էր հարգել նրան այնքան, որ տարածություն տար, որի կարիքն ակնհայտորեն ուներ, բայց նա ուզում էր, որ նա իմանար այս անգամ ինքը միայնակ չէ։ Հենց այդ պահին նա շենքի աստիճանների վրա քայլեր լսեց։ Արմեն ապրում էր երեքհարկանի շենքի երկրորդ հարկում, ճանաչում էր յուրաքանչյուր հարանի քայլերի ձայնը։ Սրանք այլ էին վարանող, ասես մարդը որոշում էր բարձրանալ, թե իջնել։ Նա թեքվեց պատշգամբի ճաղավանդակի վրայով, տեսավ մի ծանոթ կերպար, որը կանգնած էր շենքի մուտքի մոտ։ Նույնիսկ կիսամթի մեջ նա անմիջապես ճանաչեց Անիի ուրվագիծը։ Նա կանգնած էր գլխավոր դռան առաջ, ձեռքին ինչ-որ բան բռնած։ Արմենը արագ իջավ աստիճաններով, բայց երբ հասավ մուտքի մոտ, նա արդեն գնացել էր։ Գետնին նա գտավ միայն կապույտ անձրանոցը, նույնը, որով ինքը պաշտպանել էր նրան անձրի տակ տեղի ունեցած առաջին գիշերը, մի փոքրիկ ծալված նամակ։ Սիրտը բաբախելով նա բացեց թուղթը, կարդաց. «Երբեմն ապաքինվելու համար պետք է հեռանալ, բայց ես սա ինձ հետ եմ տանում»։ Դա Անիի նուրբ ձեռագիրն էր, բայց բառերի մեջ ինչ-որ վերջնականություն կար, որը նրան ավելի անհանգստացրեց։ Արմենը վազելով բարձրացավ բնակարան, նորից փորձեց զանգել նրան, բայց հեռախոսը շարունակում էր անջատված մնալ։ Նա մինչ ուշ գիշեր արթուն մնաց, ձեռքում պահելով անձրանոցը, վերընթերցելով նամակը, փորձելով հասկանալ դա ժամանակավոր թե մշտական հրաժեշտ էր։ Հաջորդ 3 օրերին Արմեն ամեն օր այցելում էր հակ, հուսալով նրան այնտեղ գտնել։ Գայանեն միշտ բացասաբար էր շարժում գլուխը, երբ տեսնում էր նրան, բայց նրանց միջ լռելիային փոխըմբռնում կար, որ երկուսն էլ մտահոգված են։ Մանեն նկատում էր հոր տխրությունը, փորձում էր նրան ուրախացնել նկարներով ու հորինված պատմություններով։ Մի երեկո նա մոտեցավ Արմենին մի նկարով, որտեղ պատկերված էին 3 հոգի կապույտ անձրանոցի տակ, մի տղամարդ, մի կին, մի փոքրիկ աղջիկ։ Սա գտաս Անի մորաքրոջը, երբ նա վերադառնա, ասաց Մանեն երեխայի բացարձակ հավատով։ Նա կվերադառնա, պապա։ Լավ մարդիկ միշտ վերադառնում են։ Արմենը գրգեց դստերը, ցանկանալով ունենալ նույն անսասան հավատը, որը նա էր ցուցաբերում։ Բայց սրտի խորքում նա սկսում էր վախենալ, որ գուցե Անին որոշել է, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե ինքը հեռու մնա։ Եվ ահա, մի գիրագի առավոտ, ինչ-որ մեկը թագեց նրա դուռը։ Արմենը բացեց, տեսավ մի առաքիչի, որը նրա անունով ձանրոց ուներ։ Ներսում 3 խնամքով փաթեթավորված իր կար հույս բարով ասեղնագործված մի թաշկինակ, նամակներ, որոնք երբեք չուղարկեցի, վերնագրով մի գիրք, հգի հատուկ միջոցառման էլեգանտ հրավիրատոմս։ Հրավիրատոմսի վրա գրված էր. «Պատմությունների երեկո։ Վերապրման վերածննդի պատմություններ»։ Այն նախատեսված էր հաջորդ հանգստյան օրերի համար, իսկ ներքում ձեռքով գրված էր. «Քո ներկայությունը շատ կարևոր է»։ Արմենը դողացող ձեռքերով բռնեց հրավիրատոմսը։ Նա ընդմիշտ չէր անհետացել։ Նա ինչ-որ բանի էր պատրաստվում, ուզում էր, որ ինքն այնտեղ լիներ վկայելու համար։ Վերջապես եկավ միջոցառման երեկոն, Արմենը սովորականից ավելի խնամքով հագնվեց։ Մանեն պնդեց միասին գնալ, հագնելով իր ամենագեղեցիկ զգեստը, բաց կապույտ, որը նա ընտրել էր հատուկ այն պատճառով, որ Անի մորաքրոջ աչքերի գույնին էր։ Տիկին Անահիտը նույնպես առաջարկեց ուղեկցել նրանց, հետաքրքրված լինելով ճանաչել այն կնոջը, որն այդքան շատ էր հուզել Արմենի սիրտը։ Միջոցառման վայրը տարբերվում էր ՀԿ-ի սովորական տարածքներից։ Դա քաղաքի կենտրոնի հյուրանոցներից մեկի շքեղ դահլիճն էր, զարդարված մոմերով ու սպիտակ ծաղիկներով, որոնք գրեթե կախարդական մթնոլորտ էին ստեղծում։ Արմենը տպավորված էր ներկաների քանակից։ Այնտեղ առնվազն 200 մարդ կար, ՀԿ-ի շահառուներ, կամավորներ, դոնորներ, համայնքի անդամներ։ Նա սա հեքիաթի է նմանեցրել, շնջաց Մանեն տպավորված ձավորումից։ Եվ իրոք այդպես էր։ Տարածքի կազմակերպման մեջ ինչ-որ թատերական ու հուզիչ բան կար, ասես ամեն մի մանրուք պատմում էր վերափոխման հույսի մասին։ Արմենը տեղեր գտավ իր Մանեի Անահիտի համար բեմին մոտ շարքերից մեկում, բայց ոչ հենց առաջին շարքում։ Նա ուզում էր բավականաչափ մոտ լինել Անին իր ներկայությամբ աջակցելու համար, բայց նա բավականաչափ զուսպ նրան չճնշելու համար։ Միջոցառման սկսվելուց առաջ նա դիտում էր շրջապատի մարդկանց, տարբեր տարիքի ու սոցիալական խավերի կանանց, որոնցից շատերն ակնհայտորեն հուզված էին, բայց վճռական։ Գայանեն բեմ բարձրացավ ողջունելու երեկոյի նպատակը բացատրելու համար։ «Սա հատուկ երեկո է», ասաց նա բարձրախոսով, «որտեղ մենք տոնում ենք ոչ միայն վերապրումը, այլ վերափոխումը։ Որտեղ մենք հարգում ենք նորից սկսելու քաջությունը, ուրիշներին նույնն անելու հարցում օգնելու ուժը»։ Մի քանի կանայք բեմ բարձրացան համառոտ կիսվելու իրենց պատմություններով։
Մի 70-ամյա դիգին պատմեց, թե ինչպես է հեռացել բռնի ամուսնությունից 50 տարի անց հիմա կյանքում առաջին անգամ մենակ է ապրում բացահայտելով, թե ով է ինքն իրականում։ Մի 25-ամյա աղջիկ խոսեց այն մասին, թե ինչպես է ՀԳ-ն օգնել իրեն ավարտել ուսումը աշխատանք գտնել, որը թույլ է տալիս միայնակ պահել երեխաներին։ Յուրաքանչյուր պատմություն հուզիչ էր, բայց Արմենը նկատում էր, որ դրանք բոլորը նախնական էին։ Մարդիկ սպասում էին ինչ-որ մեկին։ Վերջապես Գայանեն վերադարձավ բարձրախոսի մոտ։ Երեգոն եզրափակելու համար մենք ունենք մի շատ յուրահատուկ մարդ։ Մեկը, ով իր ապաքինման ճանապարհը վերածել է կյանքի առաքելության ուրիշներին օգնելու համար։ Խնդրեմ, ողջունեք Անի Ավետիսյանին։ Արմենը զգաց, թե ինչպես է սիրտն արագանում, երբ Անին բեմ բարձրացավ։ Նա հագել էր պարզ կապույտ զգեստ առանց զարդերի կամ ջող շպարի։ Նրա արտաքինի մեջ նպատակաուղղված պարզություն կար, որը նրան դարձնում էր ավելի մարդկային։ Երբ նա մոտեցավ բարձրախոսին, դահլիճում բացարձակ լռություն տիրեց։ Բարի երեկո բոլորին, սկսեց նա, ձայնը հստակ էր, բայց թեթագի դողում էր։ Երկար ժամանակ ես կարծում էի, թե վերապրել նշանակում է լռել, որ ուժը նշանակում է ամեն ինչ միայնակ կրել, որ օգնություն խնդրելը թուլության խոստովանություն է։ Այսօր ես գիտեմ, որ սխալվում էի։ Արմենը հետում էր նրա դեմքի ամեն մի արտահայտությանը։ Նա տեսնում էր, որ Անին հուզված է, բայց նա վճռական։ Մի քանի տարի առաջ ես բոլորովին այլ կին էի։ Ինձ վերահսկում էին, մեկուսացնում, նսեմացնում մեկի կողմից, ով ասում էր, թե սիրում է ինձ։ Ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ իսկական սերը երբեք չի նսեմացնում, երբեք չի վերահսկում, երբեք չի մեկուսացնում։ Իսկական սերը մեզ ստիպում է աճել։ Նա լռեց խորը շունչ քաշելով նախքան շարունակելը։ Բայց ապաքինումը նա ապրում է լռության մեջ։ Այն լռության, որն ընդունում է քեզ։ Այն պարզ ժեստերի մեջ, երբ մարդիկ քեզ տեսնում են որպես հոգատարության արժանի մարդ, այլ ոչ թե որպես բարեգործական ծրագիր կամ փրկության կարիք ունեցող զոհ։ Արմենը զգաց, որ նա ուղիղ իրեն է նայում այդ բառերն ասելիս, նրա սիրտը լցվեց խորը հուզմունքով։ Մի քանի շաբաթ առաջ ես դժվար պահ անցկացրի։ Անցյալի դրավմաները նորից ջրի երես դուրս եկան, իմ առաջին բնազդն էր անել այն, ինչ միշտ արել եմ անհետանալ, մեկուսանալ, ամեն ինչ միայնակ կրել։ Բայց այս անգամ գար մեկը, ով ինձ ցույց տվեց, որ այլս կարիք չկա այդպես ապրելու։ Անին պատմեց անձրի տակ տեղի ունեցած գիշերվա մասին առանց անուններ նշելու, բայց նկարագրելով, թե ինչպես մարդկայնության մի պարզ ժեստ սկսեց փոխել իր պատկերացումները վստահության մասին։ Նա խոսեց օգնություն ընդունել սովորելու մասին, այն մասին, որ խոցելիությունն ու ուժը կարող են համատեղ գոյություն ունենալ։ Ես բացահայտեցի, որ ապաքինումը նպատակագետ չէ, այլ ճանապարհորդություն։ Եվ որ ճանապարհորդություններն ավելի լավն են, երբ միայնակ չենք անցնում, ասաց նա, ձայնն ավելի հաստատուն ու հուզված դարձավ։ Բացահայտեցի, որ հնարավոր է լինել ուժեղ մի նույն ժամանակ թույլ տալ, որ ինչ-որ մեկը մեզ պաշտպանի։ Որ հնարավոր է հոգ տանել ուրիշների մասին մի նույն ժամանակ ընդունել հոգատարությունը։ Երբ նա ավարտեց խոսքը, դահլիճը թնդաց հուզիչ ծափահարություններից։ Շատերը լաց էին լինում, այդ թվում Արմենը։ Մանեն շրջվեց դեպի նրան աչքերը փայլելով։ Պապա, նա ձեր մասին էր խոսում, չէ։ Արմենը գլխով արեց չվստահելով իր ձայնին պատասխանելու համար։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը հասկանալով այն պահի կարողությունը, որին նոր վկա եղան։ Ծափահարություններից հետո մարդիկ սկսեցին շփվել, բայց Արմենը մնաց նույն տեղում կանգնած մարսելով այն ամենը, ինչ լսել էր։ Մանեն էր, որ քաշեց նրա ձեռքից, երբ տեսավ Անին բեմից իջնելիս։ Անի մորաքույր, բղավեց աղջիկը վազելով նրա ուղղությամբ։ Անին ծնկեց նրան գրգելու համար, Արմենը տեսավ արցունքները նրա աչքերում։ Դուք հիանալի էիք այնտեղ, ասաց Մանեն երեխայի անգեղծությամբ։ Եվ դուք այլ տեսք ունեք։ Ավելի փայլուն։ Անին ծիծաղեց արցունքների միջից։ Դա այն պատճառով է, որ ես սովորեցի, որ այլս կարիք չկա թաքնվելու։ Երբ նա վեր կացավ հանդիպեց Արմենի աչքերին, այնտեղ մի հստակություն կար, որը նա երբեք չէր տեսել։ Կարծես նա վերջապես գտել էր իր բոլոր գտորները տեղն էր դրել։ Շնորհակալություն գալու համար, մեղմորեն ասաց նա։ Միշտ, պատասխանեց նա գրկնելով շաբաթներ առաջ տված խոստումը։ Անահիտը մոտեցավ պաշտոնապես ներկայացավ ջերմորեն գրգելով Անիին։ Հիմա հասկանում եմ, թե ինչու է այս տղամարդը ամպերի մեջ եղել, ասաց նա մայրական ժպիտով։ Դուք հենց այնպիսին եք, ինչպիսին նա նկարագրել էր։ Միջոցառումը շարունակվեց մի քանի ժամ, բայց Արմենը, Անին Մանեն ի վերջո միասին դուրս եկան, երբ աղջիկը սկսեց հոգնել։ Դրսում անձր էր սկսվել մեղմ ու թարմացնող անձր, որը տարբերվում էր հենց առաջին գիշերվա փոթորկից։ Սա նույն անձրն է, ինչ մեր հանդիպման գիշերը, նկատեց Անին նայելով երկնքին։ Բայց հիմա այն չի վախեցնում, պատասխանեց Արմենը առաջարկելով իր անձրանոցը։
Այս անգամ նա չվարանեց պատսպարվել նրա պաշտպանության տակ։ Երեքով դանդաղ քայլեցին քաղաքի փողոցներով։ Մանեն ցատկոտում էր փոքրիկ ջրափոսերի վրայով, իսկ Արմենն ու Անին քայլում էին կողք կողքի հարմարավետ լռության մեջ։ Սոված եք, հարցրեց Անին, երբ անցնում էին հենց այն նույն սրճարանի մոտով։ Արմենը ժպտաց. Միշտ։ Նրանք միասին մտան ներս, բայց այս անգամ ոչ թե որպես փոթորկից ապաստան փնտրող երկու անծանոթներ։ Նրանք մտան որպես ընտրյալ ընտանիք, որպես մարդիկ, ովքեր որոշել էին միասին դիմակայել այն ամենին, ինչ կյանքը կբերի։ Մանեն քնեց Անին հենված ընթրիքի ժամանակ, Արմենը դիտում էր իր կյանքի երկու ամենակարևոր կանանց խորը երախտագիտությամբ։ Այդ տեսարանի մեջ ինչ-որ խորը ճշմարտություն կար։ Ոչ կատարյալ, որովհետև կյանքը երբեք կատարյալ չէր լինում, բայց ճիշտ մի ձով, որը վեր էր տրամաբանությունից։ Ինչ է լինելու հիմա, ցածրաձայն հարցրեց նա, որպեսզի չարթնացնի Մանեին։ Հիմա մենք ապրում ենք օր-օրի հետից, պատասխանեց Անին շոյելով քնած աղջկա մազերը։ Միասին նոր բան ենք կառուցում։ Այլս ոչ թե որպես միայնակ վերապրողներ, այլ որպես մարդիկ, ովքեր որոշել են գիսել այս ճանապարհը։ Երբ հեռանալու ժամանակն էր, Արմենը Մանեին գրկած տարավ մեքենա, իսկ Անին ուղեկցեց նրանց։ Բնակարանում նա օգնեց աղջկան պարգեցնել անգողնում համբուրելով նրա ջակատը այնպիսի քնքշանքով, ասես արդեն սիրում էր նրան սեփական դստեր պես։ Խոհանոցում, մինչ թե էին պատրաստում, նրանք վերջապես խոսեցին ապագայի մասին կոնկրետ ձով։ Անին որոշել էր վարձով տալ իր բնակարանը տեղափոխվել ավելի մեծ տուն, որտեղ կարող էր աշխատասենյակ ունենալ ՀԿ-ի ընդլայնման վրա աշխատելու համար։ Արմենը նշեց, որ մտածել է հանգստյան օրերին խոհարարական ուսումը շարունակելու մասին, գուցե ապագայում փոքրիկ բիզնես բացելու համար։ Մենք կարող ենք դա միասին անել, ասաց նա բռնելով Արմենի ձեռքերը սեղանի վրայով։ Մենք կարող ենք միասին գեղեցիկ բան կառուցել։ Մանեի սենյակից քնկոտ ձայն լսվեց։ Պապա, Անի մորաքույրը հիմա մեզ հետ է ապրելու։ Արմենն ու Անին նայեցին միմյանց կամաց ծիծաղեցին։ Ինչ ես կարծում, հարցրեց Արմենը։ Կարծում եմ այո, պատասխանեց Անին։ Կարծում եմ ժամանակն է դադարեցնել փախուստը սկսել իսկապես ապրել։ Այդ գիշեր իրենց հասուն կյանքում առաջին անգամ երեքն էլ նույն տանը քնեցին։ Արմենն իր սենյակում, Անին բազմոցին, իսկ Մանեն իր փոքրիկ սենյակում, բայց բոլորը կապված էին այն համոզմունքով, որ միմյանց մեջ գտել են ոչ միայն սեր, այլ իսկական տուն։ Անձրը շարունակեց մեղմ տեղալ մինչ առավոտ, բայց նրանց համար այն դարձել էր նոր կյանքի մեղեդին, որը նոր էր սկսվում։ Մի կյանք կառուցված փոխադարձ վստահության, հարգանքի սիրուն հավատալու քաջության վրա, նույնիսկ ցավը ճանաչելուց հետո։ Եվ երբ լուսացավ, այլս կասկածներ կամ վախեր չկային, միայն այն հանգիստ համոզմունքը, որ որոշ հանդիպումներ ճակատագրով կանխորոշված են ընդմիշտ փոխելու պատմության ընթացքը։ ՀԿ-ի այն հատուկ երեկոյից 6 ամիս անց Արմենի, Անի Մանեի կյանքը գտել էր այնպիսի ներթաշնակ ռիթմ, որը նրանցից ոչ մեկը հնարավոր չէր համարում։ Անին վարձով էր տվել իր փոքրիկ բնակարանը տեղափոխվել էր մի հարմարավետ երկհարկանի տուն Մանեի դպրոցից ոչ հեռու գտնվող հանգիստ թաղամասում։ Նոր տունն ուներ մի փոքրիկ բակ, որտեղ նա անուշաբույր կանաչիների պարտեզ էր հիմնել ոգեշնչված Արմենի հանգստյան օրերի խոհարարական փորձարկումներով։ Միասին ապրելու որոշումը եղել էր բնական ու աստիճանական։ Նախ Անին սկսեց ավելի շատ գիշերներ անցկացնել Արմենի բնակարանում, հատկապես երբ նա գիշերային հերթափոխի էր լինում, ինքը կարող էր օգնել տիկին Անահիտին Մանեի հարցերում։ Հետո Արմենը սկսեց իր հագուստի մի մասը տեղափոխել նրա նոր տուն։ Մանեն էր, որ երեխայի գործնականությամբ առաջարկեց. ավելի հեշտ կլինի, եթե մենք բոլորս միշտ նույն տանն ապրենք։ Վերջնական տեղափոխությունը տեղի ունեցավ մի առոտ շաբաթ օր ՀԿ-ի մի քանի կամավորների օգնությամբ, ովքեր դարձել էին մտերիմ ընկերներ։ Գայանեն համակարգում էր գործողությունը, ասես դա կազմակերպության միջոցառում լիներ, նույնիսկ տիկին Անահիտը մասնակցեց բերելով իր հայտնի սենդվիչները օգնողներին գերագրելու համար։ Մանեն ընտրել էր իր սենյակը նոր տանը ամենափոքրը, բայց այնպիսին, որի պատուհանից երում էր պարտեզը։ Նա պնդել էր, որ Անին իր հետ միասին ձավորի սենյակը, նրանք միասին ընտրել էին թիթեռնիկների պատկերով պաստառներ մի գրասեղան, որտեղ աղջիկը կարող էր կատարել դասերը։ Արմենի Անիի սենյակը տան հետնամասում էր մի փոքրիկ պատշգամբով, որտեղ նրանք սուրճ էին խմում գիրագի առավոտյան։ Մանեի հարմարվելը նոր ընտանեկան դինամիկային զարմանալիորեն հեշտ անցավ։ Նա սիրում էր, որ իր մասին երկու գին են հոգ տանում տիկին Անահիտը շաբաթվա ընթացքում Անին հանգստյան օրերին ու երեկոյան։ Աղջիկը սկսել էր Անին պարզապես անվանել մի քնքշագին մականուն, որն առաջացել էր բնականորեն, որն առաջին անգամ լսելիս Անին հուզմունքից լացեցրել էր։ Արմենը ընդունվել էր քաղաքի հայտնի տեխնիկական դպրոցներից մեկի խոհարարական երեկոյան դասընթացներին։ Շաբաթական երկու անգամ ավտոտեղսպասարկման գետում աշխատանքից հետո նա հաճախում էր դասերի, որտեղ սովորում էր հրուշակագործության գաստրոնոմիայի առաջադեմ տեխնիկաներ։
Անին միշտ արթուն սպասում էր նրան, երբ նա տուն էր գալիս հետաքրքրված փորձելու այն ուտեստները, որոնք նա պատրաստել էր։ Այսօր սովորեցինք արեստավարժ հաց թխել, ասում էր նա տուն գալով ձեռքերին դեռ թարմ խմորի ու ալյուրի բույրը։ Հաջորդ շաբաթ օրը կարող եմ տնական հաց պատրաստել մեր նախաճաշի համար։ Անին ընդլայնել էր ՀԿ-ի գործունեությունը ստեղծելով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, որոնք ներառում էին նա խոհարարության հիմունքների մոդուլ, որը վարում էր Արմենը հանգստյան օրերին։ Նրա համար մեծ բավականություն էր տեսնել, թե ինչպես իր հմտությունները կարող են օգնել մյուսներին սննդի միջոցով ֆինանսական անկախություն ձեռք բերել։ Մարիամը գոտրված հեծանիվով այն աղջիկը դարձել էր կազմակերպության հաջողության պատմություններից մեկը։ Նա ավարտել էր միջնակարգ կրթությունը անի կազմակերպած երեկոյան ծրագրով հիմա աշխատում էր ՀԿ-ում որպես վարչական օգնական։ Բացի այդ օգնում էր խնամել այն կանանց, ովքեր հայտնվում էին իր նախկին իրավիճակին նման վիճակում։ Դուք փոխեցիք իմ կյանքը, ասաց նա Արմենին խոհարարական դասընթացներից մեկի ժամանակ։ Ոչ միայն հեծանիվս վերանորոգելով, այլ ցույց տալով, որ աշխարհում դեռ կան բարի մարդիկ։ Ընտանեկան երեկոները սրբություն էին դարձել նրանց երեքի համար։ Ընթրիքից հետո նրանք հավաքվում էին հյուրասենյակում այն ծիսակարգերի համար, որոնք յուրաքանչյուրն իր հետ բերել էր իր նախկին կյանքից։ Արմենը հեքիաթներ էր հորինում Մանեի համար, Անին բարձրաձայն կարդում էր հետաքրքիր գրքերի հատվածներ, իսկ Մանեն ցույց էր տալիս դպրոցում արած իր նկարները։ Տիկին Անահիտը շարունակում էր մնալ նրանց կյանքի մշտական մասնիկը, բայց այժմ ոչ թե որպես պարզապես դայակ, այլ որպես ընտրյալ տատիկ։ Նա թոշակի էր անցել նախկին աշխատանքից իրեն նվիրել էր Մանեին խնամելուն ու տան հարցերում օգնելուն։ Ազատ կեսօրերին նա հաճախում էր ՀԿ-ի միջոցառումներին բացահայտելով նոր գոչում խորհուրդներ տալով այն տարեց կանանց, ովքեր փորձում էին նորից սկսել իրենց կյանքը։ Մի յուրահատուկ կիրակի, տեղափոխվելուց 3 ամիս անց, նրանք որոշեցին ճաշկերույթ կազմակերպել Մանեի 6-ամյակի կապակցությամբ։ Տոնը պետք է լիներ փոքր ու մտերիմ միայն ամենակարևոր մարդկանցով։ Գալու էր Գայանեն ՀԿ-ի մի քանի կամավորների հետ, տիկին Անահիտը պատրաստելու էր իր հայտնի քաղցրավենիքը, իսկ Արմենը եփելու էր հիմնական ուտեստը։ Մանեն հատուկ խնդրել էր, որ տոնի թեման լինի ընտանիք։ Ոչ թե արքայադուստրեր կամ սուպերհերոսներ, այլ ընտանիք։ Նա ինքն էր պատրաստել հրավիրատոմսերը գունավոր նկարներ, որտեղ պատկերված էին 3 երջանիկ մարդիկ կապույտ անձրանոցի տակ, մանկական ձեռագրով գրված էր. «Իմ ընտրյալ ընտանիքը»։ Տոնի առավոտյան Արմենը շուտ արթնացավ հատուկ ճաշը պատրաստելու համար։ Նա ծրագրել էր պատրաստել այն ուտեստը, որը միշտ երազել էր մատուցել սնգով ռիզոտո Անիի պարտեզի թարմ կանաչիներով, գունավոր աղցանով տնական հացով։ Դա պարզ, բայց մեծ սիրով ու իր սովորած տեխնիկայով պատրաստված կերակուր էր։ Անին արթնացավ խոհանոցից եկող հիանալի բույրից տեսավ Արմենին կենտրոնացած գործի վրա։ Նա հետից մոտեցավ գրկեց նրան գլուխը հենելով նրա մեջքին։ «Հրաշալի բույր ունի», մրմնջաց նա։ «Մեր արքայադստեր համար է։ Եվ մեր համար նույնպես։ Տոնելու համար այն ամենը, ինչ միասին կառուցել ենք»։ Մանեն հայտնվեց խոհանոցում դեռ գիշերազգեստով, տրորելով քնկոտ աչքերը։ «Կարող եմ օգնել», հարցրեց նա, ինչպես անում էր ամեն առավոտ։ Արդեն ավանդույթ էր դարձել, որ նա օգնում էր փոքրիկ գործերում միշտ քնքշալից հսկողության տակ։ «Իհարկե, արքայադուստերս։ Դու կարող ես կանաչիները կտրատել հատուկ մկրատով»։ Երեքով միասին աշխատեցին խոհանոցում շարժումների մի ներդաշնակություն, որը ցույց էր տալիս, թե ինչպես են սովորել ապրել համերաշխության մեջ։ Արմենը եփում էր, Անին դասավորում էր ափսեները զարդարում սեղանը, Մանեն օգնում էր մեծ ոգորությամբ։ Երբ հյուրերը սկսեցին ժամանել կեսօրին մոտ, տունը կերպարանափոխված էր։ Անին օգտագործել էր միջոցառումներ կազմակերպելու իր հմտությունները ստեղծելով ջերմ մթնոլորտ պարտեզի ծաղիկներով ու մեղմ լույսերով։ Սեղանը գեղեցիկ գծված էր այն սպասքով, որը նրանք միասին էին գնել, ամեն ինչ լի էր անգեղծ տոնական դրամատրությամբ։ Գայանեն եկավ Մանեի համար մի հատուկ նվերով մանկական խոհարարական գիրք, որը նա գտել էր հնաոճ իրերի խանութից։ «Այն ժամանակվա համար, երբ կմեծանաս կուզես հայրիկիդ պես եփել», ասաց նա գրգելով Հոբելյարին։ Տիկին Անահիտը եկավ քաղցրավենիքով ձանրաբեռնված մի անակնկալով նա իր հետ բերել էր Մարիամին, ով նրա համար արդեն ավագ դստեր պես էր դարձել։ Աղջիկը բերել էր մի նկար, որը հատուկ Մանեի համար էր արել պատկերելով ընտրյալ ընտանիքի բոլոր կարևոր մարդկանց։ Ճաշի ժամանակ Արմենը նայում էր իր սիրելի մարդկանցով լի սեղանին, խորը երախտագիտություն էր զգում, որից գրեթե պապանձվել էր։ Այնտեղ էին բոլոր նրանք, ովքեր իրոք կարևոր էին։ Անին իր գողքին երջանկություն ճառագելով, Մանեն հյուրերին ոգորված պատմություններ պատմելով, տիկին Անահիտը աղջկա կատակների վրա ծիծաղելով, Գայանեն ու կամավորները զվարճալի պատմություններով կիսվելով, Մարիամը բուժքույր դառնալու իր ծրագրերի մասին խոսելով։ Դա ոչ ավանդական ընտանիք էր միավորված ոչ թե արյան գանչով, այլ հոգատարության փոխադարձ սիրո գիտակցված ընտրությամբ։ Դա հենց այն ընտանիքն էր, որի մասին Արմենը երազել էր Մանեի համար,
բայց երբեք չէր պատկերացրել, որ դա հնարավոր կլինի։ Ճաշից հետո, երբ մեծերը պատշգամբում զրուցում էին, իսկ Մանեն պարտեզում խաղում էր իր նոր նվերներով, Անին մոտեցավ Արմենին խորհրդավոր հայացքով։ Ես քեզ համար էլ անագնկալ ունեմ, ասաց նա գրպանից հանելով մի ծրար։ Արմենը հետաքրքրությամբ բացեց ծրարը, գտավ մի պաշտոնական փաստաթուղթ Երանի հայտնի խոհարարական դպրոցներից մեկում ռեստորանային կառավարման մասնագիտացված դասընթացի վկայական։ Սա 6-ամսյա դասընթաց է այն մասին, թե ինչպես հիմնել կառավարել փոքր ռեստորաններ, բացատրեց Անին սպասելով նրա արձագանքին։ Մտածեցի, որ գուցե դու արդեն պատրաստ ես հաջորդ քայլն անելու քո երազանքի ուղղությամբ։ Արմենը հուզմունքով նայեց փաստաթղթին։ Անի, սա կատարյալ է, բայց սա թանկ է, ես չեմ կարող ընդունել։ Արդեն վճարված է, մեղմորեն ընդհատեց նա։ Տատիկիս թողած այն ժառանգության մի մասով, որը պահել էի։ Նա միշտ ասում էր, որ փողը միայն այն ժամանակ արժեք ունի, երբ օգնում է մեր սիրած մարդկանց իրականացնել իրենց երազանքները։ Արմենը նրան ամուր գրկեց զգալով անսահման հուզմունք։ Շնորհակալություն։ Ինձ հավատալու համար, երազանքներիս աջակցելու համար, ամեն ինչի համար։ Շնորհակալություն քեզ, որ ինձ սովորեցրիր նորից վստահել, որ ինձ ցույց տվեցիր, թե ինչպիսին է իրական ընտանիքը։ Երբ հյուրերը երեկոյան գնացին, երեքով նստեցին պատշգամբում հետելու մայրամուտին։ Մանեն հոգնած էր, բայց երջանիկ տեղավորված Արմենի Անի միջ այն նստարանին, որը նրանք միասին էին գնել։ Սա իմ կյանքի լավագույն տոնն էր, հայտարարեց Մանեն երեխայի լրջությամբ, որովհետ բոլոր նրանք, ում ես սիրում եմ, այստեղ էին։ Եվ մենք դեռ շատ նման տոներ ենք ունենալու, խոստացավ Անին համբուրելով աղջկա գլուխը։ Պապա, ասաց Մանեն նայելով Արմենին իր մեծ ու խորաթափանց աչքերով, դու հիմա իրոք երջանիկ ես, չէ։ Արմենը նայեց դստերը, հետո Անին զգալով մի խորը խաղաղություն, որը երբեք չէր ունեցել։ Այո, արքայադուստերս։ Ավելի երջանիկ, քան երբե հնարավոր կլիներ պատկերացնել։ Այդ գիշեր Մանեն քնեցնելուց հետո, որն արդեն երեքի մասնակցությամբ ծիսակարգ էր դարձել հեքիաթով, երգով ու բարի գիշերվա համբուրներով, Արմենն ու Անին դուրս եկան թաղամասում զբոսնելու։ Պարզ գիշեր էր, առանց անձրի, բայց Արմենն իր հետ վերցրել էր կապույտ անձրանոցը, որը դարձել էր իրենց պատմության խորհրդանիշը։ Ոչ թե այն պատճառով, որ դրա գարիքն ունեին, այլ որովհետ այն ներկայացնում էր միմյանց պաշտպանելու պատրաստակամությունը ցանկացած փոթորկի ժամանակ։ Ինչ որ բանի համար զղջում ես, հարցրեց Անին քայլելով ձեռք ձեռքի տված։ Անձրի տակ անձանոթին օգնելու որոշման համար։ Արմենը ժպտաց։ Երբեք։ Դա իմ կյանքի լավագույն որոշումն էր։ Նույնիսկ իմանալով այն ամբողջ բեռը, որ ես ինձ հետ բերեցի։ Բոլոր մարտահրավերները։ Արմենը կանգ առավ, շրջվեց դեպի նրան։ Անի, քո անցյալը ինձ չի վախեցնում։ Այն քո մի մասն է, այն անհավանական ուժի մասը, որը դու ամեն օր ցուցաբերում ես։ Իսկ մեր մարտահրավերները, մենք դրանց հիմա միասին ենք դիմակայում։ Նրանք դանդաղ վերադարձան տուն չցանկանալով ավարտել այդ կատարյալ օրը։ Տունը լռության մեջ էր, միայն Մանեի սենյակի լույսն էր միացված աստղի տեսքով գիշերային լամպը, որն օգնում էր աղջկան հանգիստ քնել։ Խոհանոցում, մինչ թե էին պատրաստում, ինչպես արել էին այնքան շատ անգամներ, Անին հետում էր, թե ինչպես է Արմենը խնամքով դասավորում ջաշի սպասքը։ Ինչ որ խորը բավարարվածություն կար տեսնելու մեջ, թե ինչպես է նա օգտագործում իր խոհարարական հմտությունները սիրելի մարդկանց սնուցելու համար։ Դասընթացը շատ բան կփոխի, ասաց նա մտախոհ։ Այո, բայց լավ փոփոխություններ։ Եվ մենք դրանց կդիմակայենք այնպես, ինչպես ամեն ինչին միասին։ Նրանք թեյը խմեցին պատշգամբում հետելով հեռվում երացող քաղաքի լույսերին։ Դա կատարյալ անդորի պահ էր, այնպիսի լռություն, որը հնարավոր է միայն միմյանց խորապես ճանաչող ամբողջությամբ ընդունող մարդկանց միջ։ Արմեն, վերջապես ասաց Անին, ուզում եմ իմանաս, որ դու ինձ փրկեցիր։ Ոչ միայն այն առաջին գիշերը, այլ ամեն օր դրանից հետո։ Դու ինձ ցույց տվեցիր, որ հնարավոր է գեղեցիկ բան կառուցել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում էր, թե ամեն ինչ կործանված է։ Դու էլ ինձ փրկեցիր, պատասխանեց նա։ Ինձ ցույց տվեցիր, որ կարիք չունեմ ամեն ինչ միայնակ կրելու, որ կարող եմ վստահել մեկին, ով կմնա կողքիս, երբ ամեն ինչ դժվարանա։ Երբ վերջապես գնացին քնելու, Արմենը մի քանի րոպե արթուն մնաց լսելով տան մեղմ ձայները Մանեի հանգիստ շնչառությունը հարան սենյակում։ Անիի հետ շարժումները իր կողքին տեղավորվելիս։ Դրանք իսկական ընտանիքի ձայներն էին, համբերությամբ, սիրով երկրորդ հնարավորություններին հավատալու քաջությամբ կառուցված տան ձայները։ Բաց պատուհանից մեղմ զեփյուրը բերեց պարտեզի կանաչիների բույրը։ Դա տան, պատկանելության օրեցօր փոխադարձ հոգատարությամբ կառուցվող ապագայի բույրն էր։ Արմենը ժպտաց մթության մեջ հիշելով Մանեի ամիսներ առաջ ասած բառերը։ Երբեմն լավ մարդիկ պետք է մի քիչ անհետանան, որ հիշեն, որ իրենք դեռ լավն են։ Հիմա նա հասկանում էր, որ երբեմն պետք է նա գտնել նույնքան լավ մարդկանց հիշելու համար,
որ գարիք չունենք այլս անհետանալու, որ կարող ենք մնալ կառուցել ինչ-որ մշտական ու գեղեցիկ բան։ Եվ հենց այդ համոզմունքով, իր ընտրյալ ընտանիքի սիրով շրջապատված, Արմենը վերջապես քնեց։ Այլս ոչ թե որպես աշխարհի ծանրությունը սեփական ուսերին գրող միայնակ մարդ, այլ որպես ավելի մեծ բանի մասնիկ սիրո մի պատմության, որը սկսվել էր անձրի տակ աճել մինչ դառնալը մի տուն, որտեղ բոլորը կարող էին իրապես երջանիկ լինել։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի Անիի պատմությունը դիպչեց ձեր սրտերին այնքան, որքան դիպավ մերին այն ստեղծելիս։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ փլեյլիստ սիրո, հաղթահարման երկրորդ հնարավորությունների մասին, նույնքան գրավիչ պատմություններով։ Եթե այս պատմությունը ձեզ հուզեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին լայքել այս տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունն ու իսկական սիրո վերափոխող ուժը։ Բաց մի թողեք մեր հաջորդ թողարկումները մեկնաբանություններում գրեթե մեզ։ Հավատում եք, որ որոշ մարդիկ մեր կյանքում հայտնվում են հենց այն ժամանակ, երբ մենք դրա կարիքն ամենաշատն ունենք։ Սպասում ենք ձեր մտորումներին։